Ողջույն։ Այսօր լրանում է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը եւ ողջ հայությունը ոգեկոչում է Օսմանյան Թուրքիայում տեղահանված եւ սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակը պաշտոնական Երևանը նշում է, որ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ակնկալում է, որ Թուրքիան կվերացնի 32-ամյա պատժամիջոցը Հայաստանի դեմ, կբացի հայ-թուրքական սահմանը, կհաստատի դիվանագիտական հարաբերություններ։ Հայաստանի վարչապետի ուղերձները այս թեմայով տարեցտարի հնչում են պակաս տոնայնությամբ, նա այս տարի նույնիսկ դատապարտեց Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրումը Երևանում, բայց չնայած սրան Ղարաբաղյան հարցը փակված կամ լուծված համարող Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ նորմալացումը կապել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ, ինչպես անել, որ մի կողմից հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ չդրվի եւ կարմիր գծեր չհատվեն, բայց մյուս կողմից Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացվեն մի իրավիճակ, որ իդեպ, որին ձգտել են Հայաստանի բոլոր իշխանությունները, Factor TV-ում հրավիրել են քննարկում, որին մասնակցում են Հայկ Դեմոյանը, պատմաբան, Գյորգի Միրզաբեկյանը, արևելագետ եւ պատմական գիտությունների թեկնածու, Նելլի Մինասյանը, թուրքագետ, Սերոբ Խաչատրյանը, հասարակագետ եւ կրթության փորձագետ, Վահան Արծրունին, կոմպոզիտոր եւ երգիչ, Ռուբեն Բաբայանը, ռեժիսոր։ Շնորհակալ եմ Factor TV գալու համար այս կարևոր օրով։ Սկսենք ձեզնից, պարոն Դեմոյան, հարցս շատ պարզ է, հայտնի խոսք կա, որ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, բայց ինչպես վարվել, որ մի կողմից կարմիր գծեր չհատվեն, մյուս կողմից այսքան մեծ, այսքան ռիսկային պետության հետ հարաբերությունները նորմալացվեն։ Այստեղ եթե բանաձևումներով գնանք, որտեղ շատ կարելի է ընդգրկուն թեմայի խոսելու, այստեղ անհամաչափությունն է։ Տարածաշրջանային եւ համաշխարհային արդեն քաղաքականության մեջ հավակնություններ ունի Թուրքիան, բավականին լուրջ դերակատարում ունենալու, եւ այդ դերակատարումը նաեւ դրսեւորում է Հայաստանի հանդեպ իր դիրքորոշմամբ։ Այդ դիրքորոշումը դա ամփոփող նախապայմաններն էին, 3 որ հնչեցվում էր, այդ նախապայմաններից կարծես թե երկուսը հիմա դուրս է եկել օրակարգից, այսօր թուրք-ադրբեջանական տանդեմը աշխատում է 3-րդի նկատմամբ, տեսնում ենք դրսևորումն է հայոց ցեղասպանության թեմայի արհեստական իմ պատկերացմամբ շահարկման, արհեստական եւ շատ դեպքերում նաեւ անտեղի, բայց այդ շահարկումը ուղերձը, որ մենք փորձում ենք թուրքական կողմին հղել առ այն, որ մենք պատրաստ ենք նույնիսկ այս հարցում, բայց արդյոք Թուրքիան դա կընդունի իգիտություն դրական առումով, արդյոք դրանից չեն ծնվի, ասենք, եւս 3 նախապայման, սա ամենևին էլ հռետորական հարց չի։ Այսինքն դուք ավելորդ եք համարում այդ այսպես ասած Երևանի կառուցողականությունը, եթե այդ բառը դիտարկենք։ Հարցին այսպես կպատասխանեմ եւ թերևս նորույթ կլինի ձևակերպումների մեջ։ Այն ինչ որ մենք տեսնում ենք, անուղղակի դա շարունակությունը կարելի է դիտել արձանագրությունների փուլի։ Իմ ենթադրմամբ ես փաստ չունեմ, հետեւաբար գիտական աշխատող ենթադրություն բառը պետք է ասեմ, որպեսզի չսխալվեմ։ Մենք ունենք զուգահեռ թերևս գործընթացի մի դրսևորում, իդեմս 2018-ի, որով պատրաստվել էին մարդկանց խումբ, որը պետք է սպասարկի նաև այս օրակարգը։ Սա միգուցե նորություն լինի շրջանառության մեջ, բայց ես հնչեցնում եմ, որպեսզի այն իրավունք ունենա գոյություն ունենալու։ Ուրեմն պրոտոկոլային փուլը տեղի չունեցավ, ինչու տեղի չունեցավ, հաստատվեց, չէ, Թուրքիայի խորհրդարանի կողմից եւ գործընթացը մտավ փակուղի, հայկական կողմը հետ վերցրեց ստորագրությունները։ Բայց Թուրքիայի գլխավոր նախապայմանը վերացված չի, Արցախյան հարցի ճակերտավոր լուծումը կամ իրական լուծումը ոնց է դիտարկեք։ Փաստացի դե ֆակտո այս պահին վերացված է, բայց ես տեսնում եմ նախանշաններ, դա իմ ենթադրությունն է, որ զուգահեռ պատրաստվել է երկրորդ արահետի դիվանագիտություն, այսպես ասենք, երկրորդ պլան B-ն եղել է հենց սա։ Այս մեթոդով, այս եղանակով ստանձնել իշխանությունը եւ ստանձնել կարգավորման հարաբերությունների կարգավորման գործընթացի պատասխանատվություն, որտեղ մենք տեսնում ենք կրկին տապալում, կրկին թեր հաշվարկ, կրկին Թուրքիայի պարագայում չի հաշվում մասնագիտական, չգիտեմ, խորությամբ Թուրքիայի պետական ավանդույթը։ Այդ ավանդույթը ինչի վրա է խարսված, չի ռիսկերը, որոնք նաեւ ել ավելի մեծացան, նաեւ ռուս-թուրքական
դաշնակցային հարաբերությունների խորամամբ դա նույնպես հաշվարկված չէ։ Շնորհակալ եմ, կշարունակենք, պարոն Դեմյան։ Պարոն Խաչատրյան, վարչապետը այսօրվա իր ուղերձում նշում էր զարգացած ինքնիշխան անվտանգ սահմանազատված սահմաններով Հայաստանն է մեծ եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը։ Ինչ է սա ձեզ նշանակում գործնական քաղաքականության մեջ, կարող եմ նորից կրկնել, զարգացած ինքնիշխան անվտանգ սահմաններով Հայաստանն է մեծ եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոց։ Պարզ է, այդտեղ ինչի մասին է խոսքը, խոսքը այն մասին է, որ Հայաստանը պետք է ամրապնդի իր ինքնիշխանությունը, պետությունը ուժեղացնի, կրթությունը, մնացած ոլորտները եւ դրանով լինելով ավելի ուժեղ պետություն, Հայաստանը ավելի լավ կարող է վերապրել ցեղասպանությունը։ Բայց իհարկե դա, այսպես ասենք, քաղաքականության մեջ այդպես ցանկալի ինչ որ հղում է, անգլերեն ասում ենք wishful thinking, այսինքն մտածողության մի ձև, որով դու պես ինչ-որ ցանկալի բան ես ասում, բայց դրա իրականացումը չկա, այսինքն մենք անընդհատ 35 տարի խոսում ենք պետությունը ուժեղացնենք, բայց չի ստացվում, այսինքն այդ խնդիրը չենք կարողանում լուծել, եւ ոչ միայն այս առումով։ Տեսեք, օրինակ մենք էլ էստոնացիներն էլ անդադ ասում ենք, որ մեր միակ հենքը գիտելիքն է, ուրիշ հարստություն չունենք, կրթություն, գիտելիք եւ այլն, բայց որն է մեր տարբերությունը, էստոնացիները դա արեցին, այսօր իրենք Եվրոպայի լավագույն երկիրն են կրթության ոլորտում, հանրակրթության, բայց մենք միայն ասեցինք, ոչ մի բան չարեցինք։ Անդադ ասում ենք, մեր միակ հույսը էսա պետությունն է, կրթությունն է, բայց քայլ չկա, այսինքն շարժ չկա։ Եվ հիմա այդ տեսանկյունից բնականաբար այդ հայտարարությունն է ինչ որ այդպես հերթական, ինչ որ ցանկալի բան ասելու միջոց է։ Մարդկանց ընկալումները ինչպես են փոխվում այս թեմայի նկատմամբ, արդյոք հայաստանյան հանրությունը շարունակում է պահանջել հայոց ցեղասպանության ճանաչում Թուրքիայի կողմից, թե կարող է ընկալել այն իրավիճակը, որ չլինի ճանաչում, բայց հարաբերությունները այսպես փորձեն նորմալացնել։ Ոնց որ օրինակ 2015 թվին կարող է մենք ավելի արմատական ենք, քան այսօր, ճիշտ եմ հասկանում։ Ну, այդ խնդիրը իհարկե կա, բայց ասեմ, որ հայոց ցեղասպանությունը այն թեման է, որ մեր ժողովրդի կոլեկտիվ մտածողության մեջ շատ խորը ու արմատապես նստած է, եւ դա երևի այն թեման է, որտեղ մեր ժողովուրդը այսպես շատ ավելի արմատական դիրքերում է, բայց իհարկե ինչ որ բաներ կարող են, որտեղ գիտեք, սա միայն հայերի խնդիր չի, նաեւ առաջադեմ մարդկությունն էլ է սա ընդունել։ Ես բազմաթիվ գրքեր եմ կարդում օտար երկրյա հասարակագետների, փիլիսոփաների, գրողների, որտեղ իրենք խոսում են հայոց ցեղասպանության մասին, այսինքն հիմա եթե աշխարհի առաջադեմ մարդկությունը խոսում է, մենք ոնց կարող ենք դրանից հրաժարվել։ Միացյալ Նահանգների նախագահը ամեն տարի ուղերձ է հղում, չէ՞։ Այսինքն քանի այդպիսի բան կա աշխարհում, որ Միացյալ Նահանգների նախագահը ուղերձ է հղում։ Ուրեմն սա այն իրադարձությունն է, որ իրոք համամարտկային ճանաչում ունի, հա, ոչ միայն մեզ համար։ Այո։ Հիմա այստեղ միակ խնդիրը այն է, որ ասենք հնարավոր է, որ մեր ժողովուրդը հասկանալով ստեղծված ծանր իրավիճակը ինչ որ ձև ընդունի, որ այս հարցը ոչ թե հիշողության առումով, այլ ակտիվ քաղաքականության մակարդակում մի փոքր սառեցվի, բայց նաև այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա, էլի, որքանով է Թուրքիան վստահելի գործընկեր։ Այսինքն ես այս մտահոգությունը ունեմ, ենթադրենք ինչ որ համաձայնություն տեղի ունեցավ, հա, Հայաստանի եւ Թուրքիայի միջև, որքանով իրենք կպահեն իրենց խոսքը, որտեղ նույն հասարակագիտության մեջ դա կա, ասենք ավտոկրատների, դիկտատորների հետ հնարավոր չի պայմանավորվել։ Իրենք կարող են մի բան պայմանավորվել, հետո հաջորդ փուլում մի ուրիշ բան ուզել, հաջորդ փուլում մի ուրիշ, այսինքն Շնորհակալ եմ լավ հարցադրման համար, պարոն Միրզաբեկյանին նաև այս հարցը տանք, պարոն Խաչատրյան շատ լավ հարց է բարձրացնում, որը նաև քաղաքական նշանակություն ունի, եթե նույնիսկ հայկական կողմը արդեն իսկ նշվում է, չէ, արտաքին հարաբերություններում թիվ 1 հարցը չի միջազգային ճանաչումը, Հավանաբար այն ակնկալիքով, որ այս մեղմացումը կարող է Թուրքիայի կողմից սահմանի բացման կամ հարաբերությունների հաստատման հիմք հանդիսանալ կամ նպաստել դրան, բայց ինչքանով է վստահելի մեր հարևան պետությունը եւ արդյոք կարելի է իրապես նման բան ակնկալել։
Շնորհակալություն։ Իրականում 100%-ով չեն կարող համոզված լինել, որ այս ուղերձները ի վերջո այն մեր կողմից խոսույթը, որը ձևավորվում է անգամ պաշտոնական մակարդակում, սա նաև ուղերձ է Թուրքիային, չեն կարող վստահ լինել, որ այս ուղերձները, ինչպես ասում են, տեղ կհասնեն եւ նրանք ականջալուր լինելով միանգամից կբացեն սահմանը, մանավանդ եթե խոսում ենք քաղաքական զարգացումների մասին, պետք է ասել, որ ներկայումս Թուրքիան շատ հստակ ձևով 21 թվականից նշում է, որ առաջին նախապայմանը դա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն է, այսինքն սա մեկ, եւ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, այստեղ էլ վստահ չեն կարող լինել, որ առանցին հայ-թուրքական բանակցություններում Թուրքիան ինչ դիրքորոշում կորդեգրի։ Ոչ թե այո, ինչպես Թուրքիան կվարվի, այսինքն ականջալուր կլինի եւ կասի լավ, եթե դուք ինչպես նշում էի ստորագրեցիք պայմանագիր, ես բացում եմ, թե կասի դե Սա ձեր խնդիրներ, բայց ես էլ ունեմ իմ խնդիրները, ձեր հետ կամ քննարկելիք հարցեր, բայց այնուամենայնիվ սա ցույց է տալիս, որ մենք առերեսվելով եւ մեր մեջ կրելով այդ հայոց ցեղասպանության վիշտը, պետությունը իմ ընկալմամբ, այսինքն փորձում է հարաբերություններ հաստատել եւ սա նաեւ բխում է գետնի վրա ստեղծված իրողությունից, մանավանդ Ղարաբաղյան պատերազմից, Արցախյան պատերազմից հետևանքներով, որ Հայաստանը ավելի է փորձում գնալ հայ-թուրքական սահմանի բացմանը եւ նաեւ սկզբում փորձում էր դա հայ-ադրբեջանական գործընթացից անկախ դնել եւ սրանով ներեցեք ոնտատում եմ տեսեք որոշ զիջումներ արվում են թեկուզ խոսույթի վերբալ մակարդակում 5 տարի առաջ դժվար է պատկերացնել որ Հայաստանի ղեկավար կդավաճապարտի Թուրքիա-Ադրբեջան դրոշների այրումը Երևանում հասկանալի է որ սա էլ ուղերձ է Անկարային բայց այս զիջումները կարծես չեն փոխհատուցվում պարոն Միրզաբեկյան տեսեք ես հենց այս քննարկումից առաջ փոքրիկ ուսումնասիրություն կատարեցի նույն Հայաստանի վարչապետի ուղերձների տարբերությունը մասնապես Ղարաբաղյան Արցախյան պատերազմից հետո որտեղ դա է շատ կարևորը եւ տեսա որ ամենախիստ դիտարկումները եղել են 2021-ին հաշվի առնելով այն թե Թուրքիան ինչպես էր աջակցում եւ դեռ այդ ցավը շատ ցասումը շատ մեծ էր եւ դրանից հետո փոքրինչ մեղմացում է գնում ամենամեղմը ես կասեի որ համեմատության մեջ այս տարվա ուղերձներ որտեղ մի քանի հատկանշական է որ մի քանի խոսույթներ կան որոնք բացակայում էին նախորդ ուղերձների համեմատությամբ շատերը ընդհանրապես ֆիքսում են ցեղասպանություն ասեց թե չասեց օգտագործվեց այստեղ կարծեմ մեկ անգամ ասվեց այդ առումով կարծեք խնդիր չկա բայց օրինակի համար այստեղ ես նախորդ տեքստերի համեմատությամբ չտեսա որ օրինակ 1.5 միլիոն զոհերի մասին է հիշատակվում չկա նաև Թուրքիա բառը դեպի Թուրքիա բառը չկա սովորաբար միտեղ էր որ Օսմանյան Թուրքիա է ասվել հիմնական կայսրություն բայց 1.5 միլիոնի հանգամանքը չկա եւ նախորդ ուղերձներում հիմնականում նշվում էր որ այդ մարդիկ զոհ են դարձել հայ լինելու համար այս եւ մեկ էլ այն էր որ աչքս նկատեց այն էր որ այստեղ նշվում է որ ցեղասպանությունը Հայաստանի քաղաքացիների շատ շատերին է հուզում նաեւ անձնական որպես ողբերգություն իսկ օրինակ նախորդ տարվա ուղերձում նշվում էր որ սա համազգային ցավ է իհարկե սովորաբար ավանդապես վարչապետը փորձում էր նաև շեշտը դնել Հայաստանի անկախության վրա, որ սա պետք է Հայաստանով պետք է վերապրենք այս ցավը, բայց այս անգամվա ուղերձով չնայած որ նշածս կոմպոնենտները չկային, սակայն Հայաստանի վրա շեշտադրումը հասկանալի է որ շատ ավելի մեծ էր, այսինքն տեղ զբաղեց շատ մեծ տեղ էր տրվել, իսկ օրինակ 2021 թվականին ասեմ որ ավելի շատ էին շեշտադրումները հայոց ցեղասպանության վերաբերյալ, այնտեղ նա նաև հասել էր Պոնտոսի հույներին, եզդիներին, ասորիների ցեղասպանություններ հիշել, հայոց Ղարաբաղյան երկրորդ պատերազմն էր հիշատակել, նշելով Թուրքիայի մեջբերում ծավալապաշտական նկարտումները, այսինքն մենք տեսնում ենք, որ ուղերձների մեջ տարբերություն կա եւ բնականաբար սա ուղերձ է նաև Թուրքիային հասկացնելու, որ մենք հայոց ցեղասպանության հետ կապված, այսինքն գոյությամբ փորձում ենք կարգավորել հարաբերությունները։ Բայց այս տոնի իջեցումը ասածս դա էր։ Տոնի իջեցումը մեկ էլ կար ներողություն 2023 թվականին եւ սա կապում եմ Արցախի բլոկադայով, որտեղ որ մենք շատ ավելի խոցելի էինք կարծում եմ։ Շնորհակալ եմ։ Պարոն Արծունի, տեսեք, հարցը ունի քաղաքական չոր աշխարհաքաղաքական հաճախ կողմ, կա նաև արժեբանական կողմ, ինչպես անել, որ մեկը մյուսին չհակասեն։ Ասենք պետք է հասկանալ, այսինքն կառավարության կամ իշխանության հիմնական ալգորիթմը որն է, այսինքն նպատակը որն է։
առևտուր կազմակերպել երկու պետությունների միջև, թե առաջ բերել արդարության կամ իրավունքի կամ պահանջատիրության հարցերը։ Այսինքն ուզում եմ ասել, որ տարբեր մակարդակներով կարելի է անցնել ցեղասպանությունը։ Այսինքն եթե դու ցեղասպանության հանգամանքը անցալում ես այն մակարդակով, որ պարզապես ուզում ես որպեսզի այսպես ապրանքաշրջանառություն զարգացնես հարևանիդ հետ, դա մի հանգամանք, երկրորդ հանգամանքը կապված է նրա հետ, որ այսինքն քո պահանջատիրական կամ քո այսինքն պահանջը որպես այդպիսին իրավական դաշտում է եւ կարող է ձևավորել արդյոք քաղաքական դոկտրին թե չէ։ Այս մեջբերած բոլոր հայտարարությունները ես ընկալում եմ որպես քաղաքական դոկտրինից հրաժարում, որպես այդպիսին։ Ընդ որում հաշվի դոկտրին չէ, սա հրաժարում է, այսինքն նոր դոկտրինը դեռևս չի ձևավորվել, որովհետև մենք տեսնում ենք, որ ամեն տարի սա ինչ որ դեֆորմացիաների է ենթարկվում, այսինքն դեռևս նրանք շոշափում են այդ գուցեև որոնելով այդ նոր դոկտրինը, բայց պետք է հասկանալ, որ այդ դոկտրինը ում ես դու առաջարկում, այսինքն Թուրքիային ես առաջարկում, թե հայությանն ես առաջարկում լայն իմաստով հաշվի առնելով, որ Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող մենք հայրենակիցներ ունենք, թե այս քո բանաձևումը ուղղված է ներքին քաղաքական դաշտի։ Այսինքն եթե մենք հասկանանք հիմնական մոտիվացիան որն է իշխանության, մենք կհասկանանք ինչ մակարդակով է իշխանությունը այսօր ընկալում խնդիրը, որովհետև դուք մեջ բերեցիք Էստոնիայի օրինակը, Էստոնիայում բարեփոխումները սկսեցին նրանից, երբ որ նրանք առաջին իսկ կարծեմ 1 տարվա ընթացքում անկախությունը հռչակելուց հետո նաև ընդունեցին ռեստիտուցիայի մասին օրենքը։ Այսինքն մասնավոր սեփականության վերադարձը ժառանգներին եւ այսինքն եթե դու դա չես անում քո երկրի ներսում, դու ինչ իրավական հիմքեր կարող ես ունենալ ենթարկական պրետենզիաներ մեկ այլ պետության նկատմամբ առաջ բերելով այս խնդիրները։ Հիմա ինչու եմ ես սա անցալում որպես հրաժարում շատ կարևոր հանգամանքներից, որովհետև քաղաքականությունը որպես այդպեսին այդ բանաձևումը շատ անկեղծ էր եւ ազնիվ Փաշինյանը, երբ որ նա ասում է, որ այլևս այս խնդիրը առաջնայնություն չի միջազգային։ Այդ դեպքում դու, այսինքն ենթադրենք դու դա հայտարարեցիր, դու ինչ ես սպասում Թուրքիայի կողմից օրինակ։ Սահմանի բացում հավանաբար։ Իսկ ինչ ես ակնկալում այն պետությունների կողմից, որոնք որ ընդունել են ցեղասպանությունը եւ ընդունել են օրենք, որը դատապարտում է շղթումը ցեղասպանության։ Այսինքն ինձ թվում է, որ շատ եւ շատ, ինչպես նաեւ շատ եւ շատ հարցերի պարագայում կառավարության մոտեցումը կամ բանաձևումը լուրջ մտածված չի, խորը մտածված չի եւ այսպես բանաձևում է պոպուլիստական եւ մանիպուլյատիվ այսպես հարթություններում։ Շնորհակալ եմ։ Այդ Տիկին Մինասյանից հետաքրքիր է Թուրքիան ո՞նց է նկատում Հայաստանի իշխանությունների այս տոնի իջեցումը։ Ես շատ մեղմ բառերով եմ նկարագրում, յուրաքանչյուրը ազատ է ինչպես ուզում է վերաբերվել, այսինքն սա ինչ որ քայլ առաջ ընդառաջ նորմալացմանն են ընկալում, թե թուլություն են ընկալում, այ ինչպես է նաև Թուրքիայի դիրքերը փոխվում ենք, պարոն Միրզաբեկյան ներկայացրեց Հայաստանի իշխանությունների դիրքավորումները ոնց են փոխվում, տարեստարի թուրքական կողմի դիրքավորումները ոնց են փոխվում։ Նախ ցեղասպանության հետ կապված ստեյցիան Թուրքիայում այսպես ձևավորվեց իրենց քաղաքականությունը դեռևս հանրապետության ստեղծման առաջին հատվածում, այսինքն դեռևս քեմալականների կողմից, եւ դա երբ որ իրենց ընդհանուր պատմագիտական թեզներ ձևավորվում եւ դրվեցին ժխտողականության հիմքերը, որոնք մեծ հաշվով մինչեւ այսօր դեռ մնում են։ Հիմա ընդհանուր այդ ընդունված գծից փոքր շեղում արեց Էրդողանը, երբ որ ինքը առաջին անգամ, եթե չեմ սխալվում, 2007 թվականն էր, ինքը այս ուղերձով, այսպիսի ուղերձով դիմեց ուրեմն հայոց հայ ուրեմն բնակչությանը, Թուրքիա, այսինքն հայկական համայնքին, նշելով, որ ողբերգություն է եղել, կիսում ենք երկու կողմից, ըստեյության ընդհանուր պատմության հարց է, այսինքն ինքը ցավակցական մի բան արեց, որը որ
թուրքական ընդունված այսպես տեսակետից տարբերվում է։ Տեսակետից նկատի ունեք։ Տեսեք, այստեղ փոքր ավելի խորքային է խնդիրը, որովհետև այդ թեզը ձևավորվել էր ազգայնականների կողմից։ Իսկ քանի որ Էրդողանի կուսակցությունը ինքը ավելի իսլամի վրա է հիմնված, եւ այստեղ որոշակի, այսպես ասեմ, հույսեր արթնացան, որ իրենք կարող են այս գործընթացը մինչև վերջ տանել, մանավանդ որ սկսվեց Ցյուրիխյան գործընթացը եւ կարծես թե այս խնդիրը այսպես խնդրի հարցում հասնել որոշակի ընդհանուր ինչ-որ մի համաձայնության, բայց հետագայում այս Ցյուրիխյան գործընթացը ձախողվեց, որտեղ առաջին հերթ Թուրքիայի մոտ նախկին ընկալումները մնացին, այսինքն այս փոփոխությունը մնաց այդ աստիճանին, որտեղ այնտեղ թեև իրականում կարելի ավելի մեծ կրկին դնել, որտեղ ընդհանուր ձախողվեց զրո խնդիրներ հարևանների հետ քաղաքականությունը եւ Թուրքիան մնաց իր հիմնական այսպես սկզբունքների վրա, ինչը որ ձևավորվել էր։ Եվ հետաքրքիր է, որ իրենց մոտ Հայոց ցեղասպանության հետ կապված ամենամեծ անհանգստությունը 90-ականների սկզբից այն էր, որ եթե Միացյալ Նահանգները ճանաչի հստակ, ուրեմն դրանից հետո կսկսվի շքերթ, բոլոր երկրները կճանաչեն եւ իրենք ոնց որ մեծ ճնշման կենթարկվեն եւ իրենք նույնպես ստիպված կլինեն ճանաչել։ Սա առաջին մոտեցումը։ Բայց մենք տեսանք, որ Միացյալ Նահանգները ճանաչեց փաստացի, բայց դրանց ես կարծեմ ոչ մի պետություն չի ճանաչել։ Վերջերում արդեն ճանաչեց մյուս պետություններից։ Այո, 21-ին կարծեմ, բայց ուզում եմ ասել, որ Միացյալ Նահանգներից հետո ոչ մի պետություն չի ճանաչել ու մի տեսակ Թուրքիայի համար այս հարցը դարձավ անկարևոր։ Համենայն դեպս արտաքին քննարկումներում, այսինքն այո, այդ որովհետև դիտարկումներ մեծ հաշվով չկա, շատ մեծ քննարկումներ ոնց որ նախկինում էին, անգամ որ մամուլն ենք թերթում։ Դրա համար ինքը ոնց որ իրենք հիմա այս հարցի հետ կապված առանձնապես քաղաքական մեծ քննարկումներ չեն անում։ Հայաստանի հետ հետագա գործընթացներում ես չեմ բացառում, որ կրկին կբերեն, գուցե բերեն, այսինքն կախված կլինի ինչ հանգամանքից, ինչ քննարկումների բուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հնարավոր է կրկին օրակարգ բերեն, ներկայացնեն, բայց համենայն դեպս այս պահին եղած քննարկումներին դրա մասին առանձնապես մեծ ուրեմն դիտարկումներ չկա մամուլում։ Շատ լավ, իսկ միջազգային ճանաչման գործնական նշանակությունը ո՞րն է ըստ ձեզ, որովհետև Հայաստանում կա տեսակետ, որ այո, ճանաչում է, շատ լավ է, տարբեր երկրներ, տարբեր խորհրդարաններ, միջազգային կազմակերպություններ, բայց արդյոք դրանից Հայաստանի անվտանգությունը բարձրանում է, կարող է թուրքերը ավելի կատաղում են, ինչ կարող եք ասել նման թեզերի մասին։ Ընդհանրապես այդ տիպի խնդիրները կամ մոտեցումները կարելի է շատ քննարկել, բայց ես կասեմ այսպես, տեսեք, ընդհանուր ճանաչման խնդիրը որն է համաշխարհային, որպեսզի նմանատիպ հանցագործություններ չկատարվեն, ճիշտ է։ Այսինքն գլխավոր խնդիրը սա է, կանխարգելել, այ հենց դա եմ ուզում ասել։ Տեսեք, հենց հիմա մեր աչքի առաջ, մարդկության աչքի առաջ էթնիկ զտումներ են տեղի ունենում ցեղասպանություն, բայց ոչ մեկ դրանով չի հետաքրքրվում։ Էլ ուր մնաց 110 տարի առաջվա։ Եվ այն երկրները, որոնք ճանաչել են այո, որոնք որ, այսինքն, եթե դա արվել է որպեսզի գլոբալ առումով այս հանցագործության դեմն առնի, այդ հանցագործության դեմը չի առնվում, հակառակը իրենք արևմտյան մտածողներ են ասում, որ 21-րդ դար ինքը ցեղասպանությունների դար է լինելու, այսինքն արդեն այսպես կանխամտածված անգամ ինչ-որ միտեղ թեզ են առաջ քաշում, այսինքն այս քաղաքականությունը ինչ-որ առումով, եթե չասեմ քաղաքական առումով մի տեսակ ձախողված, ինքը արժեքային առումով էլ է մի տեսակ սպառված, որտեվ եթե դա իրոք մարդկանց կյանքը արժեքային տեսանկյունից լիներ կարևոր, այսօր Գազայում վստահաբար այդ վիճակը չէր լինի, կամ Արցախը, երբ որ ենթարկվում էր էթնիկ զտման, գոնե 1-2 լուրջ գոնե դիտարկումներ մենք կլսեինք, բայց իդեպ ցեղասպանության ճանաչման հարցը մենք նաև մեր անվտանգության գործոն ենք համարել, բայց Արցախի օրինակը ցույց տվեց, որ չկանխարգելեց, այո, եւ այստեղ նաև շատ կարևոր է արդեն մեր տեսանկյունից ստեղծված իրավիճակը։ Իմ կարծիքով պատերազմում մեր կրած պարտությունը այն ինչ որ խոսույթ այսօր կա, գեներացվում է Հայաստանում, այն ինչ որ գործընթացներում փորձվում է, Հայաստանը ամեն կերպ իջացնում է
ինչ որ խնդիրների հետ կապված իր դիրքորոշումները, դա մեկ պայմանավորված այս միջազգային դրությամբ, մյուսն էլ պատերազմից հետո մեր կարգավիճակով, որ ըստ էության շատ բան չենք կարողանում բարձրաձայնել եւ գնալ դրա հետևից։ Շնորհակալ եմ, պարոն Բաբայան, խնդրեմ, եթե հարցը հիշեցնեմ, ինչպես չանցնել կարմիր գծերը հայոց ցեղասպանության թեմով, թե մեր ներքին քննարկումը, թե արտաքին քաղաքականության մեջ, բայց նաև ձգտել նորմալացման։ Այդ ձեր կարծիքով բանաձևը ո՞րն է։ Շնորհակալություն, ես կդժվարանամ իհարկե մասնագիտական պատասխան տալ, կարծում եմ երևի շատ կարևոր է, որ դու գիտակցես, թե ինչ աշխարհում ես ապրում, ոչ թե քո պատկերացրած պատկերաններով, այլ իրական, սա մեկ։ Այսինքն իլյուզիաներ չունենալ աշխարհի մասին։ Այո, մենք հաճախակի առաջնորդվում ենք, ասում ենք, այ առաջադեմ մարդկությունը այս տեսակ սկզբունքներով է առաջնորդվում եւ այլն եւ այլն։ Այ եթե ժամանակին ճանաչեին հայոց ցեղասպանությունը, ապա հրաների հոլոկոստը չէր լինի։ Հնարած ցեզեր են ինչ որ։ Հա, հրաների հոլոկոստը ճանաչեցին, ընդ որում ամբողջ աշխարհը, ընդ որում միջազգային դատարաններով եւ այսօր հրաներն են, հա, ոնց որ ցեղասպանություն չեղավ կամ հրաները դրանից հետո սկսեցին ճանաչել բոլոր ցեղասպանությունները։ Չէ, բայց նույն հրաները այսօր գազը ինչպես են ասում, դա էլ կա, էլի։ Ես կարծում եմ, գիտեք ինչ կա, այ ռեալ վիճակ։ Ցեղասպանության ամենաահավոր հետևանքը հայոց ցեղասպանության իմ համար դա այն շեղումն է, որը տեղի ունեցել հոգեբանության մեջ ազգային, ընդ որում կարծում եմ բոլորիս մոտ։ Իրականում սա ոչ թե գեղեցիկ բառեր են, բայց ցեղասպանությունը շարունակվում է, քանի հայերը լքում են հայրենիքը, որտեղ նաև հայրենիք զրկելն է համարվում, հա, հայրենիքի զրկելն է համարվում պատրիացի ցեղասպանություն։ Հոգեբանության մեջ արմատ է գցել եւ շատ տարածված է հետեւյալ թեզը։ Հայրենիքում մահ է, արտագաղթը փրկություն է։ Եվ սա ցեղասպանության հետևանք է, որտեղ 15 թվականին դա էր։ Հայրենիքում մահ է, արտագաղթելը փրկություն է։ Հետո դա փոխվում էր, գնալը կփրկի, ավելի կենցաղային ձևով երթալ է պետք եւ այլն եւ այլն եւ այլն եւ այն ինչ որ այսօր է կատարվում։ Կարմիր գիծ, որ անցնել, որը չանցնել։ Ես կարծում եմ նախ եւ առաջ պետք է դադարել ներսում քննարկել հարցը, թե ով է ժխտում ցեղասպանությունը կամ ով չի ժխտում։ Պետք չի փորձել սեփականաշնորհել դա։ Չկա հայ, որը ժխտի ցեղասպանություն։ Եկեք ջուր չլցնենք թշնամու ջրաղացին, որը կասի, այ մարդ հայրը իրենք չեն որոշում, ժխտում են թե չեն ժխտում, իրենք են ասում սրա մասին։ Խնդիրը հետևյալն է։ Այ օրինակներ բերեցին, որ Թուրքիան պայմաններ է դնում բազմաթիվ, ու էլի կդնի երևի, Ադրբեջանն է դնելու պայմանները եւ կդնի երևի, Հայաստանը թույլ է։ Եվ այն թեզը, որը կարծես թե երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մի քիչ վերացավ, որ ուժն է ծնում իրավունք, ցավոք սրտի այսօր վերադառնում է նախկին տեղը, եւ եթե դու չունես ուժ, ինչքան ուզում ես խոսա քո արդարությունների մասին, Ադրբեջանը չի ստորագրի պայմանագիրը եւ պատերազմ չի սկսի, որտեվ Հայաստանին այս թույլ վիճակում պահելը արդեն նշանակում է Հայաստանին միշտ պարտված պահել։ Նույն բանը Թուրքիան։ Պետք չի պատերազմ անել, հայերը իրենք կգնան իրենց երկրից, եթե երկիրը մնա թույլ, մենք պետք է մտածենք ինչպես անենք, որ զարգանանք։ Եվ արդյոք այդ կոչը բոլոր երկրներին եկեք ճանաչեք ցեղը, ճանաչեցին, լավ օրինակ բերվեց, Միացյալ Նահանգները ճանաչեցին։ Թուրքիան ինչու չի արձագանքում, որտեղ Թուրքիան հոյակապ հասկանում է, որ բոլոր երկրների համար ցեղասպանություն ճանաչելը քաղաքական խնդիր է։ Այս տեսակ
Այս ժամանակաշրջանում այս հարցն է պետք լուծել, իսկ քաղաքական խնդիրները բարոյական ասպեկտով չեն հաղթահարում, էլի քաղաքականությամբ են պատասխանում։ Այնպես որ ես կարծում եմ, որ թուրքերը ունեն մի լավ ասացվածք։ Ասում են շոյիր շան գլուխ այնքան ժամանակ, մինչև պատրաստ լինի դնչկալը։ Ես կարծում եմ շան վրա հաչելը, շան գլխին խփելը, մինչև դնչկալը պատրաստ չի, դա միամտություն է մեղմ ասած։ Ինչ ենք շահում, նոր արտագաղթ, այն, որ երկիրը հաստատ չի զարգանալու, և տեսեք մի շատ հասարակ բան, թվում է հասարակ, պարզապես վերցնում համեմատում, մենք ունեցել ենք երկրի 4 ղեկավար, հա, շատ տարբեր մարդիկ, իրենց հայացքներով, իրենց մոտեցումով, իրենց ինտելեկտուալ մակարդակով եւ այլն։ Բարձրացնում է, որ 4-ն էլ նույնիսկ նա ով ասել է, որ մենք այս շրջափակման վիճակում տասնյակ տարիներ կարող ենք դիմանալ եւ զարգանալ, նա էլ է դիմել հարցով, որպեսզի սահմանները բացվեն։ Ինչ խնդիր է սա։ Բարեկամության, լավ վերաբերմունքի, թե անհրաժեշտության, որ այս երկիրը Պարոն, հայկական կողմից Հայաստանի բոլոր ղեկավարները թաքուն թե բացեբաց դա արել են, իրապես, հա, բայց Թուրքիայից չկա համարժեք արձագանք։ Թուրքիայից կարծում եմ երկար ժամանակ չի լինի, բայց պետք է պատմությունը 1000 մի հատ լավ օրինակ է տալիս։ Ժամանակին Լենինը ստորագրեց այն ստորացուցիչ պայմանագիրը Բրեստ-Լիտովյան Գերմանիայի հետ, որպեսզի կարողանա շնչել։ Մենք ունենք երկու տարբերակ։ Կամ խեղդվել, դադարել այս երկիրը եւ իրականացնել գեներալ Լաբանով Ռաևսկու երազանքը, нам нужна Армения без армян, բայց այդ անենք մեր ձեռքերով, կամ փորձել գտնել ճիշտ ճանապարհը, ճիշտ դաշնակիցներ ընտրելով, ճիշտ քաղաքակրթական ճանապարհ ընտրելով, մտնելով, ես չգիտեմ, սրա մասին պետք է մտածեն նրանք, ում տրված է այդ իրավունքը եւ այդ հնարավորությունը։ Ես պարզապես արձանագրում եմ այն, ինչ որ ես տեսնում եմ։ Հայաստանը խեղդվում է եւ բոլոր կոչերը, ուզում եք 10 դրոշ հայրեք, ուզում եք տասնյակ հազարավոր մարդկանցով դուրս եկեք նշեք, բոլոր դեսպանատների դեմ մի հատ վրան խփեք, հարցը չի լուծվի, մինչև մենք չլուծենք ամենակարևոր հարցը, Հայաստանը պետք է շնչի։ Շնորհակալ եմ, կան արձագանքներ։ Ես մի փոքր արձագանք անեմ, ուրեմն վերջին ուրեմն մտքի հետ իրականում Հայաստանի բոլոր ղեկավարները փորձել են հարաբերությունները կարգավորել, այո, որովհետև Հայաստան պետության գոյությունը դա հարևանների հետ որոշակի տանելի հարաբերությունների կառուցման պայմանավորումը միայն հնարավոր։ Հակառակ դեպքում մենք 30 տարվա արդյունքները կարող ենք ամփոփել, շատ մեծ արդյունքներ չկա։ Ուղղակի ինքը չի ոչ մի առումով մենք չենք զարգացել։ Եվ վերջին իրադարձություններն էլ ընդհանրապես դա ցույց տվեցին։ Եթե մենք դուրս են գալիս Երևան եւ տեսնում ենք, որ օրինակ բոլորը ժամանակակից մեքենաներ են, այդ զարգացման ձև չի առայժմ։ Մենք չունենք նորմալ տնտեսություն։ Էլ չեմ ասում արդյունաբերական տարբեր բլոկների մասին։ Մենք չունենք ռազմական արդյունաբերություն։ Մենք կախված ենք մեկ պետությունից եւ այդ պայմաններում պետություն կառուցել ու զարգացնել, ուղղակի հնարավոր չի, այն էլ ուղղակի սահմանների ֆիզիկական տարբերությունները ուրեմն տեսնելով։ Շնորհակալ եմ, պարոն Դեման, այդ դուք ինչպես եք պատկերացնում թուրքական այդ կարծր պատը անցնելը, պատ, որը կառուցվել է ամենավերջին թիվը 93 թվականի Հայաստանի սահմանների փակումով ի պատասխան քարվաճառի գործողության եւ պատ, որը նշանակում է Հայաստանի կիսաշրջափակում արևելքից եւ արևմուտքից եւ այսպես մեկուսացման, ռեգիոնալ կոմունիկացիոն եւ այլ նախագծերից մեկուսացում։ Ես իմ առաջի պատասխանում անդրադարձ ասեցի, որ սա խիստ անհամաչափ դիսբալանս կա։ Այսինքն անհնար է դա համարյա թե անհնար է, նույնիսկ ասում անհնար է, բայց ես կցանկանայի երկու շատ կարևոր դիտարկման անդրադառնալ, որը կապված է հետպատերազմյան շրջանին։ Իմ պատկերացմամբ հետպատերազմյան շրջանը, որտեղ արձանագրում ենք, այո, մենք ռազմական պատմություն ենք գրել, չկա հաշվառում,
չկա հանրային քննարկում տեղի ունեցածը հաշվառելու համար, որտեղ այդ սխալները, այդ դասդասումը, հանրային դիսկուրս քննարկում դուք տեսել եք, որ ինտելեկտուալ քննարկում հեռուստատեսության դավաճան ուրացող դա արհեստական օրակարգերով օր մտնեցնել։ Մեկ անձը դառնում է տեսաբան, մեկ դասագրքերի պատերազմ է սկսում, այսինքն մեկ հեծանիվն է, չգիտեմ, հակառակ պարագայում նույն այդ անձը, որ ասում էր ես ամեն ինչի մեղավորությունը իմ վրա եմ վերցնում, ասում էր, չէ, չկա նախաձեռնություն տեղի ունեցած աղետից, հա, զրոյական կետից նորից հաշվառել եւ ճիշտ կերպով գրագետ սկսել ուժի կուտակում։ Թուրքիան եւ Ադրբեջանը հաշվի կնստեն, նրանց եթե մոռանանք, որ Հայաստանի ասենք ողերի ճշնամիներն են, միայն ուժով դու կարող ես պարտադրել, եթե ունես ուժ։ Բայց Բաբանը հետաքրքիր բանաձև է ասում, շոյել շանգլուխը մինչև կարողանաս դնչկալը։ Այդ դնչկալը որտեղ է, իմ ասածը հենց դա է, դնչկալը որ դարակի վրա է դրված, որ անցել է 5 տարի, մենք ոչ թե դոփում ենք տեղում, մենք ամեն անգամ հասարակության մեջ իրար գզվռտոցի թեմա ենք դնում։ Ինչ որ տեսություններ ու տեսաբանություններ են մեջտեղ գալիս, արհեստական Վերջին մոդայիկ մեղադրանքը ուրացման մեղադրանքն է, չէ՞։ Չէ, ուրացում չի, ժխտողականությունը, դրան եմ անդրադառնում։ Ինչ է ժխտողականությունը մասնագիտական բառապաշարի մեջ, չէ՞ որ դա էլ է շահարկում։ Այն որ գորշ գույնը ունի, ասենք 30 երանգ, ժխտողականությունն է ունի տարբեր դրսևորում։ Երբ որ ասում ենք ժխտում ենք, դա չի նշանակում մեկը հելավ ասեց չի եղել։ Դա չի ժխտումը ուղակի, դա պարզ ընկալումն է ժխտողականության։ Ցեղասպանագիտության մեջ կա ժխտողականության երևույթի տարբեր բացատրություններ, գիտական բացատրություններ։ Երբ որ մեր գլոբալ ֆորումը դեկտեմբերին անցկացված ծրագրում, ելույթներում որևէ հիշատակում չկա հայոց ցեղասպանության ձևակերպման, իսկ դա արտգործնախարարությունն է կազմակերպում։ Ես ինձ իրավունք եմ վերապահում դա դիտարկել որպես ժխտողականության դրսևորում։ Երբ որ ասում եմ, գիտեք, բայց այնտեղ բաներ կա, Քոչարյանները ասել, չէ՞ պետք է հաշվառենք, նա տեսնենք քանի զոհ կա, դա էլ է ժխտողականության ձև։ Ժխտողականությունը այսպես ուղղակի մի հասկացեք, որ մեկը պետք է կանգնի, ասի, չի եղել, եկեք քննարկենք։ Չէ, լեզվի մեջ պարունակում են տարեր արտահայտություններ, որոնք բերում են ցեղասպանության հանցագործության եւ դրա հետևանքների հարաբերականացմանը, դա էլ է ձև։ Այ Փաշնյանի ասածը նաև այն մասն էր, թե ցեղասպանությունը մենք ում միջոցով ենք ընկալել։ Հավանաբար ռուսներին նկատի ունենք կամ խորհրդային պատմագրության, ճիշտ եմ հասկանում։ Չի, տեսեք, Փաշինյանը ինքը ցեղասպանագետ չի, պատմաբան չի տիրապետում ինֆորմացիան։ Իրա բերած թվերը հիմա եթե ես սկսեմ մեկնաբանել, ես լուրջ ընկալման տպավորություն եմ թողնել, որպեսզի սկսեմ մեկնաբանել։ Այնտեղ մեկնաբանելու բան չկա, այդ 39 թիվը սխալ է այնտեղ, ակնարկները լրիվ սխալ է, երևի թե տեքստը ինչ որ տվել են, այսպես ասած, պատրաստված նախապատրաստված սխալ կիսատ պռատ ընկալումներով է վերարտադրվել։ Ես ուզում եմ հասկանալ, եթե վերջից սկսենք, Ղարաբաղյան շարժումից հրաժարվելու ձևակերպումը, սա պատկերի տարբեր երեսները չի, սա նույն տրամաբանության մեջ ինչ որ բաներ վանել հրաժարվել։ Հիմա ամենակարևոր միֆը, որ մենք ունենք, ինչ է կոչվում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր օրակարգում է։ Ես մի հատ բացահայտում եմ, այդպիսի բան չի եղել։ Մենք հիմա ժխտում ենք այն ինչ որ չկա։ Երբեք չի եղել։ Մենք հիմա մանիպուլյացիան ենք անում։ Հայաստանի օրակարգում չի եղել նկատի ունենք։ Ինչպես է դա դրսևորվել, դա շոշափելի է եղել, բոլոր ճանաչումը, դա եղել է սովորական ինստրուկցիայի ինչ որ ձևով, բայց ես կարող եմ 1-2 օրինակ բերել, երբ որ Հայաստանի Հանրապետության դեսպանատունը ինչ որ աշխատանքի կատարել, որ տեղի ունենա միջազգային ճանաչում, որը կարող է լինել ճանաչման դրվագների մեջ։ Օրինակ աշխատանք տարվել է այդ երկրները, որ նույնիսկ ճանաչել են պաշտոնապես, դասագրքերում արձանագրվել հայոց ցեղասպանության փաստը։ 1-2 երկիր կարող եմ ասել։ Որևէ տեղ հանրային դիսկուրսում մենք ուսանողներ բերել ենք այդ երկրից, որ այստեղ պատրաստի կադրեր ցեղասպանության, ցեղասպանագիտության փող վճարենք, մի հատ մեր ներքին ռեսուրսների արտաբյուջեի հաշվին կարողանում ենք մի դրամաշնոր ենք արել Լեմկինի անունով թանգարանում, բերում ենք երկու մի քանի ամիս, որպեսզի կարողանանք ինչ որ մի կապ ունենանք դրսի հետ։ Ճանաչումը դա է, ոչ թե կոճակ սեղմող մարդիկ են։ Մենք հիմա մանիպուլացնում ենք մանիպուլյացիան։ Եվ այս ծուղակի մեջ ենք մենք շարունակաբար ընկնում։ Եվ մի դիտարկում էլ սահման բացելը իմ դիրքորոշումը նաև թանգարանի տնօրենն է եւ ոչ թանգարան եղել է միանշանակ։ Բոլոր երկրները պետք է ապրեն բարիդրացիական հարաբերությունների, այդ համատեքստի մեջ։ Առաջին հերթին սահմանակից երկրներ, բացի նրանից, որ ՄԱԿ-ի նույնիսկ առանձին բանաձև կա, սահմանակից երկրները պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատեն։ Բայց մի հատ կարևոր հարց տանք, էլի, օտարվենք այդ մնացածներից։ Ով է գլխավոր շահառուն Հայաստանում։
Ինչի սահմանի բացման, արդյոք դա ենթադրելու է եկամուտների հավասարաչափ բաշխում, արդյոք դա բերելու է հնարավորություն բոլորի համար։ Օրինակ ես եւ դուք կարող ենք Մարգարեով անցնել, գնալ Մասիսի ստորոտին։ Դա հուզական, տուրիստական դրվագն է, բայց ես նկատի ունեմ խոշորագույն ռազմավարական նշանակության ուղղության մասին։ Եկամուտների ճիշտ հավասարաչափ բաշխում, անվտանգության ռիսկերի նվազում։ Հայաստանում նարկոտրաֆիկ չկա։ Իհարկե կա, մենք հաբի ենք վերածվել, մենք արդյոք չունենք մարդկանց տրաֆիկինգի վտանգավոր նախադեպեր, իհարկե ունենք հաբ ենք վերածվել, հիմա Հայաստանում այդ խաղերը, որ խաղում են, չէ, խաղադրույքներով եւ այլն, վերջի բացահայտումը պարզում է մենք ծրագրային ինչ-որ ներդաշնակություն ունենք թուրքերի հետ, սա ենք մենք ուզում։ Եվ չգիտենք ով է շահառուն լինելու։ Սահմանները բացելու շահառուն հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի լինելու, եթե լինելու ամենավերջումա լինելու։ Անդեմ, բայց մեզ պատժել են, չէ՞, սահման փակելով, այնպես չի որ լավություն են արել։ Չէ, դա ուրիշ բան է, դա ճնշման ձև է, պատժել չի։ Դա ճնշման ձև է, որը միջազգային, ընդ որում եթե օրենքները գործեին, Թուրքիան այդպես չէր վարվի։ Հա, դա ագրեսիայի դրսևորման ձև է, նայ, ագրեսիայի համապատասխան բանձով։ Հարցը մեր ներսում է։ Երբ որ մենք ասում ենք, որ այո, այդ դնչկալը, զսպենք, թույլ ենք եւ այլն, ես չեմ տեսնում զուգահեռ գործընթաց, որպեսզի մենք ուժ կուտակենք, իսկ դա պարտադիր է ցանկացած պարտությունից հետո, եւ ես չեմ տեսնում ճիշտ շահառուները ովքեր են, մենք չգիտենք ինչ տնտեսական համակարգում ենք գտնվում, ովքեր են հարցեր լուծում, ովքեր են լոբինգ անում, մենք խեղված հասարակական մոդել ունենք պետական, սա չենք կարողանում, պարտությունը դրա պատճառով է։ Եվ մենք շարունակում ենք այդ մոդելի վրա ավելի այլանդակ մոդել ձևակերպել։ Անդեման, առաջարկում եմ պարոն Խաչատրյանին հարց տալ, ինչ անելու տրամաբանությամբ, եթե այսպես գլոբալ հարցադրումը նաև օրինակ ներկա Հայաստանի անվտանգության աստիճանի բարձրացումն է, նույն Թուրքիային, չգիտեմ, դնչկալ հագցնելով կամ ամեն օր ցեղասպանության մեջ մեղադրելով, դրանք եկեք խոստովանենք գործիքակազմեր են իրականում, այ ձեր ընկալմամբ ինչ անել այս տրամաբանության մեջ։ Դե իհարկե այստեղ ամենամեծ ռիսկը, որի մասին ուզում եմ խոսել, հետևյալն է, որ կա ռիսկ, որ այս թեմաները անընդհատ Հայաստանում քննարկվում են եւ դա անդադ բերում է Հայաստանի հասարակության նորանոր պառակտման։ Աննույն, չգիտեմ, Արարատ արագած այդ հակադրումը, Հայաստան հայոց պատմություն հակադրումը, ես օրինակ շատ կուզենայի, որ մենք ներսում այդպիսի հարցեր չքննարկենք, որովհետև գուցե հենց դա Թուրքիայի նաև նպատակն է Ադրբեջանի, որ խայծեր գցենք, թող հայերը իրար դեմ դուրս գան, պառակտվեն, թուլանան, իշխանության դիրքերը ավելի թուլանան, ընտրություններին գնալով ավելի քիչ ձայն հավաքի իշխանությունը եւ ավելի թույլ իշխանության վրա ազդելը ավելի կհեշտանա։ Ամենամեծ խնդիրներից մեկը, որ Հայաստանն ունեցել է տարիներ շարունակ, այդ իշխանության թույլ դիրքերն են եղել ներսում։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ գնալով էլի թուլանում է իշխանության ներքին վստահությունը։ Հիմա ինչի ենք մենք այս թեմաները անընդհատ Հայաստանի ներսում դնում քննարկման, հա, ինչի ենք Արարատը օրինակ հակադրում Արագածին, ո՞րն է սրա նպատակը։ Սա մեզ է ձեռնտու, թե թշնամիներին է ձեռնտու։ Այս իմաստով ես կուզենայի, որ այս հարցերում մենք շատ զգուշ լինենք, որովհետև ես չեմ տեսնում, որ Ադրբեջանում կամ Թուրքիայում ինչ-որ հարցերի շուրջ պառակտվեն մեր պատճառով եւ այլն։ Հակառակ իրանք բավական սոլիդ են, իսկ մենք անընդհատ իրար դեմ ենք դուրս գալիս։ Կներեք խորհրդանում 1-2 օր առաջ ով է ուրացողը հարցի շուրջ գզվրտոց էր կներեք այդ բառի համար, հա։ Այդ ամեն ինչը բերում է նրան, որ մարդիկ հիասթափվում են իշխանությունից, քաղաքական ուժերից, չեն գնում ընտրությունների, եւ այս ամեն ինչը բերում է նրան, որ այդ բանակցությունների բաների ժամանակ Հայաստանի դիրքերը գնալով թուլանում են։ Ինչ պետք է անել, վերջապես իմ կարծիքով պետք է մենք սկսենք պետական շինական աշխատանքներ, պարոն Տեմոյանը այդ իմաստով ճիշտ ասեց, որ նախ պետք է հասկանալ ինչ տեղի ունեցավ եւ դա պետք է լուրջ քննարկումների առիթ լինի եւ ես շատ կուզենայի, որ այդ քննարկումները հենց իշխանությունը նախաձեռնի, հա, ոչ թե ինչ որ ՀԿ-ների շրջանում լինի դրվագային քննարկումներ, պետք է հասկանալ պատճառները, այդ ինչ որ տեղի ունեցավ մեզ հետ եւ պետք է սկսել վերջապես պետություն կառուցել եւ ամենակարևորը արդար կառավարել։
պարոն Բաբայանը նշեց արտագաղթի մասին, հա, արտագաղթի գլխավոր պատճառը անարդար կառավարումն է Հայաստանի։ Եվ պարոն Բաբայանն ասում է ցեղասպանությունը իրականում չի կանգնել, տեսքն է փոխվել, ձևն է փոխվել արտագաղթի։ Այդ իմաստով հիմա դե մենք շատ վտանգավոր ժամանակներում ենք ապրում, որտեղ հիմա աշխարհը ոնց որ ավելի գնացել է դեպի ռեգիոնալացման փուլ եւ ռեգիոնալ հարցեր են քննարկվում։ Հիմա այդ համատեքստում Հայաստանն էլ երևի փորձում է այդ ռեգիոնալացման համատեքստում ռեգիոնի հետ լեզու գտնել, որտեղ արդեն Ճիշտ է Փաշինյանի բառամթերքը այսօրվա Թուրքիայի ուղղությամբ ինչ եք մտածում։ Դե այդ չեմ կարող ասել, որտեղ թուրքագետ չեմ, բայց ամեն դեպքում կա որոշակի, այդպես ասենք, սիտուատիվության վրա հիմնված, հա, Փաշինյանը, քանի որ հայտարարել է նաև որ ինքը գաղափարախոսություն չունի, ըստ իրական Հայաստանի գաղափարախոսը։ Դե այդ առանձին թեմա է, ըստ իրավիճակի է, հա, տեսեք, մենք նայում ենք, չէ, նույն 2021 թվականին գուցե ինքը ուրիշ բաներ ասում ցեղասպանության հետ կապված, 24-25 թվականին այլ բան ասեց, որտեղ 21 թվականին այլ իրավիճակ էր, այս 24-25-ին ուրիշ իրավիճակ է։ Այսինքն Փաշինյանի հիմնական քաղաքականությունը ըստ իրավիճակների է, կամ ես հիմա տեսնում եմ Թրամփի ընտրությունից հետո մերոնք սկսել են Ռուսաստան գնալ, առաջիկայում կարծեմ Մատվիենկոն է գալիս, այսինքն Հայաստանը փորձում է ինչ-որ սիտուատիվ քայլերով Թուրքիայի ուղղությամբ քայլերն էլ եք սիտուատիվ, հա, համարում այսինքն։ Կարծում եմ, որտեվ այդ քննարկումը միշտ տեղել է, չէ, որ հույսներս չպետք է դնենք ռուսների արևմուտքի վրա, պետք է ուղիղ նստենք եւ խոսենք թուրքերի հետ։ Երրորդ ուժի բացառման հիմա դե այդ ռեգիոնալացման փուլն է, երևի փորձարարում այդ ձևով հարցը կարգավորել, ուղիղ խոսելու միջոցով թուրքերի հետ։ Բայց ես նորից ուզում եմ ասել, որ այդտեղ պետք է ամեն դեպքում շատ զգուշ լինել, որովհետեւ եւ արժեքային առումով եւ շատ առումներով Թուրքիան անվստահելի երկիր է։ Ինչպես գործ ունենալ անվստահելի երկրի հետ, պարոն Միրզաբեկյան, բայց նաև Հայաստանի անվտանգության աստիճանը փորձել բարձրացնել բավականին վտանգավոր երկրի հետ գործ ունենալով։ Տեսեք, բարդ հարց է, իրականում բոլոր պետությունների հետ տվյալ պետությունը պետք է կարողանա կարգավորել հարաբերությունները եւ այստեղ հենց պետությունը նրա համար է, որ նա պետք է առերեսվի խնդիրներին եւ փորձի իր քաղաքականությունը վարել, այսինքն անգամ նույն վտանգավոր կոչված երկրների հետ, սա քաղաքականությունը եւ հենց պետությունը պետք է ունենա հենց իր արժեվ նման խնդիրներ դնի։ Այստեղ գիտեք մի քանի դիտարկումներ կուզեմ անել, որտեղ շատ հետաքրքիր հարցեր են եւ շատ կարեւոր, մանավանդ խոսույթների պարագայում ես իհարկե չեմ ողջունում չնայած մի շարք ոչ խնդրահարույց ընդհանրապես հայտարարություններ, որոնց պատեհություն ընդհանրապես չկար, բայց օրինակ ես ինքս չեմ գտնում, որ ինչ որ մեկը, ինչպես ասեց պարոն Բաբայանը, ցեղասպանության փաստը ինքնին կասկածի տակ է դրել կամ նշում է, որ այսինքն ուրանում է այդ փաստին, հա, կարծում եմ սա նաև այս խոսույթների թե պաշտոնյաները իրենց հայտարարություններում, թե ընդդիմությունը հավաքական եւ որոշ այլ մարդիկ պետք է նաեւ պատասխանատվությամբ մոտենան հարցերին։ Կներեք, դուք շատ լավ բան եք ասում, ես ուղղակի չեմ կարող չնշել, որ մենք ամեն ինչի մասին ծեծել ենք իրար քաղաքական ուժերով, հա, ամեն ինչի թեմայով։ Հերթը հասավ հայոց ցեղասպանությունը։ Գիտեք, որովհետև բնավորության համաձայն մեզ մոտ շատ դեպքերում ծայրահեղությունից ծայրահեղություն է եւ այս թեմաները իրականում քաղաքականացվում են եւ ծայրահեղությունից ծայրահեղությունը, այլ իմ նպատակն այն է եւ ցանկությունը, որ կառուցողականության միջոցով երկխոսություն ձևավորվի։ Ծայրահեղություններից մեկն այն է, որ օրինակի համար ասում են հայ-թուրքական ասեն կարգավորումը պատկերում են որպես հաշտության, եղբայրության դրսևորում։ Խոսքը հաշտության կամ եղբայրության մասին չի։ Խոսքը բառացիորեն գոնե ինչպես թվում է կարգավորման մասին է եւ այս առումով պատմությունից էլ գիտենք Հայաստանի անկախության պատմությունից ի վերջո Հայաստանը բոլոր փուլերով էլ ցանկացել է նման քայլի դիմել հիմա հասկանում եք այսինքն կարգավորման մասին է ուղղակի այստեղ մի հատ կարևոր դժվարություն կա շատ փոքրիկ մեղմ ասած այն է որ իրական Թուրքիան չի ցանկանում այսինքն մենք մեզնից սիտուատիվ կամ ստիպված անում ենք քայլեր
ուղերձով հուսալով, որ դա գուցե հաշվի կառնվի, հա, ասես հիմա կոպիտ եմ ասում, բայց եւ կներեք հիշեցնենք նաեւ Թուրքիա երկրաշարժից հետո հումանիտար այո, դա նույնպես փրկարար գործողության մասնակցել։ Չնայած դրա ողբերգականությունը իհարկե միշտ քաղաքականության մեջ դա առիթ է, որպեսզի դու ճիշտ ասնաք, նույն Լևոն Տեր-Պետրոսյանն էլ առիթը բաց չթողեց գնալու Թուրքուտ Օզալի թաղման արարողությունը, որպեսզի կոնտակտի դուրս գան, այսինքն դա նորմալ է, բայց ուզում եմ ասել, որ միտքս կտրվեց, բայց նկատի ունեմ, որ ասում եք, որ Թուրքիան չի ցանկանում։ Հա, խնդիրը այո, հենց դա է, որ իրականում մենք մեր հասանելիքը, ինչպես ասում են, կարող ենք կառուցողական դաշտ մտնել եւ փորձել առաջարկել ավելի ակտիվ լինել որպես հանդես գալով ավելի թույլ դիրքերից, բայց հարցն այն է, որ Թուրքիան իսկապես շահագրգռված չէ եւ պատասխան այդ բանալին Թուրքիայի ձեռքում է, այսինքն նա պետք է ասի, այո, ես համաձայն եմ եւ հարաբերություններ կարգավորվեն։ Դա իհարկե ունի իր պատճառները։ Հիմա ասենք Հայաստան-Ադրբեջան կարգավորումը նշվում է, բայց Թուրքիան իսկապես դեռևս կամ միջև այս հետաքրքրված չի եղել, եթե լիներ, սահմանը փակ չէր լինի։ Դա կա նաև տնտեսական գործոնը, որ հնարավոր օրինակ Իսրայելի դեպքում Թուրքիա եւ Իսրայելի հարաբերությունները պարբերաբար սրվում են, լարվում են, բայց կա տնտեսական փոխշահավետ գործարք, այսինքն Իսրայելը որպես տնտեսապես մեծ հետաքրքրություն ունի Թուրքիայի համար եւ հարաբերությունները ժամանակ առ ժամանակ անգամ լավանում են։ Այսինքն այդ մոդելն էլ կարող էր աշխատել մեր դեպքում, եթե Հայաստանը ունենար տնտեսական այդ ուժը։ Հունաստան-Թուրքիա։ Թեկուզև, հա, ուզում եմ ասել, որ այդ հետաքրքրվածությունն էլ չկա Թուրքիայի կողմից, հիմա ինչ վերաբերում է թե ինչպես ենք կարողանալու ստիպել Թուրքիային մեզ հետ հարաբերություններ հաստատել։ Անհնար է պատծակել։ Մենք մեր ուժերով, օրինակ ես դրան էլ չեմ հավատում, որ ասում են այ մենք որ ուժեղանանք Թուրքիան կարողացի։ Չի կարող Հայաստանը այնքան ուժեղանալ, որ Թուրքիան ասի, հա, շատ ուժեղ ես, ես պետք է բացեմ սահմանը։ Կարծում եմ մենք սպասում ենք մեր փրկություն հնարավորությունը, այսպես ասած, այն է, որ աշխարհաքաղաքական ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն, որ ինչ որտեղ նաև Թուրքիայի շահերից բխի սահմանների բացումը հաշվի առնելով տարածաշրջանային իր օգուտները եւ մենք փորձենք այդ քայլերով ուժեղացնենք մեր տնտեսությունը։ Այո, իհարկե, դա վտանգներ բացելու է, դա անտարակույս, բայց տնտեսագետները կասեն թուրքական լոլիկների դեմը ինչպես են։ Թեկուզև, բայց գիտեք, այդտեղ մի հատ հետաքրքիր բան կար, որ ասում են, որ օրինակ ժողովրդագրական առումով հայ-թուրքական սահմանին հայկական կողմն ավելի բնակեցված է, քան հակառակը։ Եվ այստեղ այս առումով հայկական հակառակ տեսակետից էլ հայկական օրինակի համար քաղաքները կարող են ինչ-որ տնտեսական գոտիների վերածվել նրանց համար։ Դե մեզ մոտ երբեք չի քննարկվում հայկական ենթադրյալ էքսպանսիան տնտեսական Թուրքիայի արևելյան։ Չէ, ես նկատեմ տարբեր տեսակետներ կան, ես դրա մասնագետը չեմ, բայց եւ այնպես կուզեի ասել, որ այո, վտանգներ կլինեն եւ բոլոր պետությունների հետ հարաբերությունները մեծ կարող են լինել, բայց հենց պետությունը կարծում եմ իր արժեվ պետությունը հենց նաեւ դրա համար է, որ արարեցվի մարտահրավերներին եւ փորձի քայլեր ձեռնարկել, բայց չեմ կարծում, որ հայ-թուրքական սահմանի փակ լինելուց Հայաստանը շահել է եւ կարծում եմ, որ հենց 20 թվականի պատերազմը դրա արտահայտումներից մեկն էր, որ ցույց տրվեց, որ հայ-թուրքական կապի բացակայության պատճառով կամ հետևանքով Թուրքիան միակողմանիորեն աջակցեց Ադրբեջանին։ Հիմա սա չի նշանակում, եթե սահմանը բացվի, Թուրքիան ասելու է, չէ, ես այլևս Ադրբեջանին չեմ սատարելու, այնտեղ հազար ու մի շահ կա, անգամ պատմական զգացական մակարդակով, բայց եւ այնպես սահմանի բացմամբ ինքնըստինքյան Հայաստանն էլ է ինչ որտեղ գործոն հանդիսանալու։ Շնորհակալ եմ, պարոն Արծունի, այդ դուք ինչ եք մտածում Թուրքիային վնասազերծել որպես Հայաստանին սպառնացող վտանգ։ Մենք ունակ ենք որպես պետություն նման նպատակ հետապնդել, չգիտեմ, հարաբերությունները լավացնելով, տնտեսական, այսպես ասենք, ներդրումներով, շփումներով, քաղաքական երկխոսությամբ, պարզ է մեր գործիքակազմերը զենքով, ուժով երևի այսօր դժվար, հա, լինեն հաշվի առնելով տարբերությունը, բայց ամեն դեպքում փափուկ գործիքակազմերի կիրառում դուք արդյունավետ կամարեք։ Գիտեք, կարծում եմ, որ այսինքն առավել կարևորված է ընկալումների մակարդակը, հա, ես վերջերս շուկայում առևտուր եմ անում եւ հարցրեցի այս լոլիկը հայկական է թե որտեղից էս բերել եւ ինձ ապշեցրեց պատասխանը այդ մարդու, այսինքն առևտրական բարձ, որ գալիս է եւ շուկայում ամեն օր վաճառում է լոլիկ, ասած արևմտյան Հայաստանից է բերված։ Այսինքն նայեք, այստեղ ինչի է մեզ օրինակը բերում։ Չէ, ասածս ինչ է, ասածս ինչ է, որ նայեք այս ընկալման չափը, նայեք մեզ թվում է, որ ենթադրենք
աշխարհը ընդունում է հայկական ցեղասպանությունը, պետությունները, որոնք որ այսպես օրենքներ են ընդունում, դա անում են Հայաստանի համար։ Բնավ Հայաստանի համար չեն անում, այսինքն այստեղ քաղաքակրթական որոշակի ցենս կա, այսինքն այն աստիճանը ընկալումների իրավական դաշտում եւ ընդհանրապես պատմական մեղք գործելու դատապարտումը որպես այդպեսին։ Դե բան Արսեն, իսկ կարող է մարքեթինգի հնարքեր կիրառել, իմանալով դուք թուրքական չեք գնի, այսպես Արմենիան Հայաստանի։ Նայեք, էլի այդ մարդու ընկալման տեսակի մասին ենք խոսում։ Հիմա նույն այս ենթարեք այս ունակությունը ընկալելու այս կամ այն չափով, եկեք պրոյեկցենք մեր վերջին շրջանի նորագույն պատմության այս իրադարձություններին կամ իրարանցումներին Հայաստանում։ Այսինքն որ իշխանական թիմը երբևիցե Հայաստանում առաջնորդվել է քաղաքակրթական առաջնայինություններով։ Այսինքն որ իշխանական այսպես խմբակները զբաղված էին նման մակարդակի վրա կառուցելու քաղաքական բանաձևելու քաղաքականությունը արտաքին։ Այսինքն նրանք բոլորը զբաղված են նրանով, որ պարզապես գալիս էին իշխանության, որպեսզի բարելավեն իրենց ընտանիքների կամ իրենց այսպես մոտակա այսպես բարեկամների կարգավիճակը սոցիալական։ Այսինքն եթե դիտարկենք այդ տեսանկյունից, որևէ պահանջ քաշել առաջ քաշել համենայնդեպս վերջին 37 տարիների ընթացքում այն բարձր իմաստով, որ դուք ինչ քաղաքականություն եք, ինչ նպատակներ եք ունեցել, ինչպես եք այսինքն ինչպես եք ուրեմն այս գաղափարները տարածել աշխարհով մեկ եւ ինչ օգուտներ պետք է ունենա Հայաստանը, անիմաստ է, որովհետեւ այս մարդկանց զբաղմունքը եւ իրենց դրսեւորումը եղել է լրիվ այլ դաշտերում։ Եվ վերադառնալով այս ընկալումների թեմային, պետք է նաև հասկանալ, որ այս իշխանությունն էլ է բանաձևում իր ընկալումների մակարդակով։ Այսինքն, ցեղասպանության ուրեմն հանգամանքը եւ ժողովրդավարությունը եւ իրավունքը որպես այդպեսին եւ արդարություն հասկացությունները ընկալում է իր մակարդակով։ Այսինքն այդ բոլոր բանաձևումները, որ ինքը առաջարկում է հասարակությանը, որոնք որ ստեղծում են այս արհեստական դիսկուրսները, ոչ թե նրանց են, որ խորը մտածված են այս մարդկանց մոտ, այլ իրապես իրենց ընկալումներով շատ հեռու չեն գնացել, այսինքն այդ չափով ընկալումը այդ չափով էլ ասում է։ Եվ ուրիշ բան, որ սա նույնիսկ չեն կանխատեսում, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ ենթադրենք Հայաստանից դուրս, որովհետև երբ որ դու խոսում ես ցեղասպանության մասին, դու պետք է նաև հաշվի առնես հոգեբանական եւ բարոյական ընկալումները, այսինքն նաեւ այն հայության զանգվածի, որը Հայաստանից դուրս է ապրում եւ որը իզորու է ձևավորել որոշակի մթնոլորտ եւ որոշակի վերաբերմունք այ պետությունների տարածքում, որտեղ որ նրանք բնակվում են։ Հայաստանի իշխանությունը կարող է ասել Ամերիկայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում ապրող հայը նույն անվտանգային մարտահրավերը չունի, ինչ որ մենք պարոն Արծունի, եւ մեր խոսույթը կարող է ավելի մեղմ լինել, ավելի պատասխանատու, ավելի ցածր, այսպես ասենք, տոներով, քան Լոս Անջելեսում եւ Մոսկվայում ապրող հայը։ Դե նայեք ինչ անհամաչափություն է ստացվում, որ ենթադրենք Բելգիայում ապրող հայությունը ավելի խոր է գիտակցում այս ամենի նշանակությունը, քան մեր երկրի կառավարությունը։ Այսինքն այդ մեղմելս որն էր, այսինքն որպես ինչ, լավ, ես ենթադրենք մեղմեցիր։ Մենք հիմա խոսում ենք դրա մասին, որ այդ մեղմացումները, այսպես ռևերանսները, ստիհամեցեքները եւ այլն անհետևանք են քաղաքական իմաստով։ Անհետևանք են, չէ՞, 37 տարիների ընթացքում որևէ հետևանք դա չի ունեցել, որևէ ձևակերպմամբ կամ որևէ բանաձևմամբ։ Եվ այստեղ ենթադրենք հույս ունենալ, որ ենթադրենք այս մենտալիտետով, այսինքն իշխանության եկած որևէ այս թիմը կկարողանա ձևավորել քաղաքակրթական իմաստով, այսինքն պահանջը Հայաստանի, քաղաքական պահանջը, միջազգային հարաբերությունների մեջ դրսևորումը հայկական եւ սպասելիքները Հայաստանի երկրի որպես այդպեսին, մենք ցավոք սրտի չենք կարող այդ սպասումները ունենալ։ Ինչ եք սպասում Հայաստանի իշխանությունից, երբ որ քաղաքակրթություն բառն եք օգտագործում, նաեւ ոնց հասկանում եմ Թուրքիայի հետ շփումներում կամ պահանջ բառն եք նաեւ օգտագործում։ Ես սպասում եմ, որ Հայաստանում այնպիսի իշխանափոխություն կլինի, որ այստեղ կհաստատվի իրական ժողովրդավարությունը, օրենքը կդառնա իրապես առաջնայինություն, օրենքը որպես այդպեսին, եւ մենք կապրենք իրավական երկրում։ Սա են իմ սպասելիքները։ Իսկ Արեմտյան հարևանի հետ լեքսիկոնի փոփոխությունը ինչպես է։ Այդ դեպքում կարելի է նաեւ լեքսիկոնը փոխել։
Ինչպես, այդ դա էր հարցս։ Այսօրվա լեքսիկոնից ինչը կհանեիք, պարոն Արսոնի, քաղաքական։ Այսինքն իրոք մենք մեր այդ լեքսիկոնը, քաղաքական լեքսիկոնը պետք է ձևավորվի պատմական իրողությունների հիման վրա։ Այսինքն դու չես կարող հետ քաշվել եւ սկսել նոր ձևով մեկնաբանել այն, ինչ եղել է քո պատմության ընթացքում։ Այսինքն դուք պատկերացնում եք այդ փոզիցիոնների չափը ենթադրենք հոլոկոստի դիսկուրսի շուրջ։ Չի կարող լինել դա։ Դա գիտեք ինչին է նման, որ դուք ենթադրենք գիտեք 2-2-ին գումարած 4-ը, պարոն Բաբայանը ասում է, պնդում է, որ դա 5 է, իսկ դուք հրավիրում եք դիսկուրս ստեղծել, որպեսզի մենք հասկանանք ճշմարտությունը որտեղ է։ Չէ՞ որ ճշմարտությունը ձեր կողմի վրա է։ Այսինքն ոնց էլ բանաձևեք, միևնույն է 2-ը գումարած 2-ի 4 է։ Այսինքն այս մեր երկրի որևէ իշխանությունը այնքան հեռու է նման ընկալումներից, խնդիրների, որ մենք ամեն տարի կանգնում ենք որոշակի նոր իրողությունների եւ նոր այսպես առաջարկվող, այսպես մատից ծծած կներեք դիսկուրսների անհրաժեշտության առաջ։ Շնորհակալ եմ, իսկ ինչ է ասում իրական քաղաքականությունը, Տիկին Մինասյան, այս իմաստով։ Ուրեմն նախ առաջինը երևի թե մեր արտաքին քաղաքականությանը մի հատ անդրադառնանք։ Նախ առաջին հերթին մեր պետությունը հիմնադրվելով ըստ էության ռազմավարական միտք չի գեներացրել։ Եվ մենք այսօր փաստացի չունենք արտաքին քաղաքական ռազմավարություն, որտեղ եթե ունենայինք, մենք հիմա այս խնդիրը այս տիպի չէինք ցածրացնի, ու sense դիսկուրս չէինք անի հաստատ։ Չունենք։ Հա, չէ, չունենք, ոչ մի տիպի նոր ինչ-որ փաստաթղթեր են մշակում։ Հիմա իրականում ցեղասպանության խնդրի հետ կապված քաղաքականությունը իմ կարծիքով շատ լավ դրվել էր առաջին նախագահի կողմից։ Ու դրան չպիտի կպնեին, դա չպիտի փոխեին։ Դրվել էր հստակ, որ դա արտաքին քաղաքական գերակայություն չէ, այսինքն Հայաստանը որպես պետություն չի առաջ մղում այս գործընթացը, դա մնում է Հայաստանի համար իր ներքին, բայց դա դրեցին անկախության հռչակագրի, բայց չլինելով այո անկախության հռչակագրի մեջ, բայց մի բան ասեմ, դա ընկալելի էր թուրքերի համար։ Օրինակ, երբ որ ցեղասպանության թանգարան ինստիտուտը հիմնադրվեց, բացվեց 95 թվին, 80-ամյակին այդ մեծ գիտաժողովը կազմակերպվեց, ոչ թե Սևրի պայմանագիր թափահարելու համար, այլ գիտական լուրջ քննարկման համար։ Թուրքական կողմը ընկալեց այս բոլորը, եւ սա նորմալ է, որտեվ այո, ոչ մի պետություն աշխարհում մեր համար չի ընդունել ցեղասպանությունը եւ ոչ է մեր գործունեության արդյունքում ընդունել։ Մենք կարող ենք մեր համայնքների հետ կապված ասել իրենք այո լոբինգ են անում, թեև իրականում կարելի է շատ սահմանափակ բաների մասին խոսել, որ Հայաստանի շահը ինչ որ առումներով առաջ են տանում, բայց ոչ մեկի ուղղակի գործունեության արդյունքը չի եղել եւ չի լինելու հայոց ցեղասպանության ընդունում։ Այսինքն այս խնդիրը պետք է մնար այս ուրեմն հարթության մեջ։ Հետո երբ ենք փոխակերպել, հա, երբ որ 1999 թվին ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ենք ունեցել։ Եվ դրան ի պատասխան Թուրքիան ավելի կոշտ ասել է իր վերաբերմունքը։ Եվ դրան ի պատասխան մենք ստացել ենք Ցյուրիխյան արձանագրությունների պատմաբանների հանձնաժողովը, որով մենք դրել ենք սակարկման մեջ մեր հարցը։ Եվ դարձել ենք սակարկման խնդիր։ Հիմա տեսեք, դա եկել այսօր հասել է այն մակարդակին, որ մեր ազգային ժողովում, մեր հասարակության մեջ մենք քննարկում ենք մի հարց, որի քննարկման իրավունքը չունենք։ Խնդրում են ուրացողին։ Այո։ Այսինքն մենք արժեքային, ուզեք քաղաքակրթական, մենք իջել ենք ամենացածր մակարդակի վրա, որովհետև մենք քննարկում ենք հարց, որի քննարկման բարոյական իրավունքը չունենք, որտեղ եթե մեր նախնիներն են, ուրեմն մենք պետք է դա սրբության նման ուղղակի պահենք։ Այսինքն մենք դա բերելով քաղաքական դաշտ, սակարկման առարկա դարձնելով, ստեղծեցինք խնդրից այսպիսի իրավիճակ, ինչը որ կա։ Ինչի չեղավ հոլոկոստի դեպքում։ Հոլոկոստի դեպքում այն նույնը կլիներ, եթե Գերմանիան չճանաչեր։ Բայց ճանաչեց, հարցը փակվեց, այսինքն մի կողմը, հրեական կողմը, իրեն բավարարված զգաց։ Մենք մեզ բավարարված չենք զգում։ Չենք է զգալու այնքան ժամանակ, միջև որ Թուրքիան չարերեսվի ուրեմն այդ ամեն ինչի հետ։ Եվ Թուրքիայի հետ կապված։ Այդքան
դաժան է վիճակը, որ ոչ մի դեսպանատուն կամ սփյուռքահայ կազմակերպություն չի աշխատել ճանաչման ուղղությամբ։ Տեսեք, իրանք աշխատել են, ինչ-որ աշխատանքներ արել են, բայց արդյոք դրա արդյունքում է ճանաչել։ Թե տվյալ պետության շահերից ելնելով։ Բացի այդ, այո, տեսեք հիմա հատկապես վերջին տարիներին մեր սփյուռքը եւ մեր պետությունը տարբեր ուղղություններով են գնում։ Իմջայլոց դա առաջինը նկատվեց մինչև 20 թվականից, հիմա օրինակը բերեմ։ Առաջինը դա նկատվեց 3-րդ նախագահի օրոք, երբ որ նախաձեռնվում էր Ցյուրիխյան գործընթացը։ Դուք բոլորդ կհիշեք, Սերժ Սարգսյանը այց կատարեց մեր սփյուռքյան համայնքները եւ հիշում եք ինչ բառապաշար էր, ինչ բաներ։ Ձվերով են դիմավորում շատ հաճախ։ Այո, հիմա տեսեք, մեր երկրում ինչ իշխանություն գա, ինքը այս գործընթացը սկսի, ինքը նույն բանի արժանանալու մեր սփյուռքահայ հայրենակիցների կողմից, բայց այստեղ կա մի շատ կարևոր բան։ Այո, իրանց պետությունները Թուրքիայի հետ խնդիր չունեն, ոչ է Թուրքիայի հետ սահման ունեն։ Իրենք շատ հանգիստ քնում արթնանում են, ամեն օր սրտատրով չթերթելով լուրերը, որ սահմանում կրակել են, թե չէ։ Թուրքիան ինչ անելու, թե չէ։ Իսկ հայաստանյան հասարակությունը այդ տրամաբանությամբ է քնում եւ արթնանում։ Մենք չենք կարող չտարբերվել, այսպես ասած։ Այո, այսինքն մենք չենք կարող չտարբերվել, մեծ հաշվով այո։ Եվ այստեղ գալիս է այդ ընկալումներին գանք։ Իհարկե տարբեր առումներով կարելի է քննարկել հարցը, ընդհանուր ձեր տված հարցի շրջանակներում ինչի է դա այդպես, բայց ես ինքս նկատել եմ, որտեղ վերջերս շատ եմ ընկալումներին ուշադրություն դարձնում, մի այսպիսի բան։ Մենք շատ գեներացնում ենք մենք մեր ներսում գաղափարներ, որին սկսում ենք հավատալ ու որը իրական չի։ Այսինքն ծայրը հեղացման ինչ-որ բան է գնում։ Նույնը մեր հարևանների հետ է։ Մենք գեներացրել ենք սենց Թուրքիային լրիվ կամ լրիվ դեմոնիզացրել ենք, առանց իրական հողի վրա տեսնելու, երկիրը ճանաչելու, ուստի այդմ նաև ցուցակագրելու մենք ինչ հնարավորություն ունենք, մենք որտեղ կարող ենք աշխատել, որտեղ չենք կարող աշխատել։ Այդ դրա արդյունքն է, որ հենց սահմանը բացենք, ելակը կամ լոլիկը գալու է մեզ ուտի։ Սահմանը փակ է, բայց իրանք ստեղ են։ Ես կներեք, որպես փիլիսոփայության մասնագետ հիմնավորեմ ձեր ասածը, որտեղ վերջին տեսությունները փիլիսոփայության մեջ գիտակցության ուղեղի հետ կապված հենց այդ ուղղությամբ էլ գնում են, որ մեր գիտակցությունը իլյուզիա է եւ սիրում է իլյուզիաներ ստեղծել։ Դրա համար այն մարդիկ, որոնք անդադ փորձում են մարդկանց բերել դեպի իրականություն, իրականում իրանք անբնական բան են ուզում անել, որտեղ մարդկային գիտակցությունը սիրում է ստեղծել իլյուզիաներ եւ ապրել դրանով։ Ավելին կա տեսակետ բավական հիմնավոր, որ ընդհանրապես մենք հալյուցինացիաների մեջ ապրող էակներ ենք։ Այնպես որ այդ իմաստով բնական է, եթե մենք սպառնալից էր հնչում բան Խաչատրյանը։ Չէ, իմ ասածը վերջին փիլիսոփայական նորություններից է, այնպես որ եւ այդ տեսությունը հիմա շատ մեծ հիմնավորումներ ունի։ Տիկին Մինասյանի ասածը այն էր, որ զոհ չդառնանք այդ հալյուցինացիաները, չէ՞։ Դա նկատի ունեի։ Չեն կա, դե դառնում են մարդիկ ցավոք սրտի, իրանց ստեղծած իլյուզիաների զոհերը, բայց չեն կարողանում իլյուզիաներ չստեղծել։ Հիմա հնարավոր չի, բայց տարբերությունը ո՞րն է ասպարը։ Տեսլականը, եթե տեսլականը չունի։ Համաձայն եմ, տեսլականը իրական ուրեմն չափումների վրա է։ Չէ, ինքն էլ է իլյուզիա։ Կարող ունենա իլյուզիան, բայց ինչ-որ իրական չափումների ունենա, ծրագրային բան պետք է ունենա տեսլականը։ Լիքը երկրներ իրենց ռազմավարական փաստաթղթերը դնում են որպես տեսլականներ։ Հիմա կարող է ինչ-որ կետեր չկարողանա իրականացնել, որտեղ բոլորը չէ որ կարող է իրականացնել, բայց ինչ-որ իր պոտենցիալը մեջը դնում է։ Այսինքն Փաշինյանի վերջին հայտարարությունները այս թեմայով կարելի է ընկալել որպես տեսլական։ Չէ։ Իրա ոչ էլ իլյուզիա, ես կասեի իր վերջին հայտարարությունները մեր այն վիճակի արդյունքն է, ինչ մեջ որ մենք հիմա գտնվում ենք։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ռազմավարական անվտանգության հայեցակարգ, որը երկրորդ խմբագրությամբ ստորագրել է Փաշինյանը, որտեղ խոսք կա Արցախի մասին, ցեղասպանության մասին, բայց բանավոր խոսույթում դա ճիշտ հակառակն է, այսինքն մեկը մյուսին հակադրող են։ Էլ չասենք, որ այդ փաստաթուղթը ստորագրման օրվանից, 2007, ինքը չի գործել։
Եթե գործեր մենք ունենայինք բոլորովին այլ երկիր, հա, ռազմավարական անվտանգության։ Եվ պետք է մտածել, թե ինչպես է իրագործել։ Չէ, որտեղ բաներ կա գրած, որ դա ուղղակի անհնար է իրագործելը։ Ես այստեղ խոսքս ուղղակի գլխավոր հարցին պատասխանեմ, ինչպես կարելի է պատը ճեղքել։ Ուրեմն իմ կարծիքով հնարավոր է երկու ճանապարհ։ Պրագմատիկ հաշվարկների շրջանակներում, եթե այդտեղ դրեցինք պատմական խնդիրներ, չգիտեմ, էլի ընկալումներ եւ այլն, չի ստացվելու ուղղակի։ Առաջինը դա կոմունիկացիոն տնտեսական դաշտն է։ Ինչ ես առաջարկում դու Թուրքիայի ռեալ պոլիտիկի տեսանկյունից, որը փոխշահավետ կլինի։ Օրինակ դրա ինչ որ մի փոքր բան ես այս պահին տեսնում եմ, երբ որ երկու կողմերը ունեն հանձնաժողով եւ աշխատում են համատեղ երկաթուղու այդ վերագործարկման հետ կապված։ Այսինքն փոքր ծրագրեր պետք է լինեն, որոնց անի պատմական կամուրջ է, այո։ Այսինքն սրանք համատեղ օրակարգ են ձևավորում, փոքր քայլ են, բայց համատեղ օրակարգ են, որը հետո կտանի ավելի մեծ արդեն գործընթացների կամ որևէ խոշոր պետության ճնշմամբ, որը նույնպես լուրջ տարբերակ է, չէ, որտեղ ոչ մի խոշոր պետություն լուրջ չի ճնշել։ Հակառակը Թուրքիան, այո, հետո իրավիճակներն այն, հետո հակառակը Թուրքիան երկու խոշորի մեջ շատ լավ խաղացել է։ Գնեք, իսկ Թուրքիան այսպես ասենք զիջելու է հայկական կողմին ինչ-որ բան, մտածելով, որ դու ինձ վրա տղա ես բերում։ Այ հենց պետքա խոսքս ավարտեի դրանով, որ ինձ համար օրինակ ավելի ես կարծում եմ, որ ավելի ձեռնտու է առաջին տարբերակը, երբ որ դու իր հետ, միևնույնն է դու ինչ-որ մի պահի պետքա իր հետ ձևավորես որոշակի օրակարգեր։ Այսինքն խնդիրը միևնույնն է քոնն է։ Եթե օրինակ հիմա Ամերիկայի ճնշման ներքո ինքը սահմանը բացեց, միևնույնն է մի օր էլ կփակի, եթե այդպես է բացել։ Այսինքն դու ինքդ օրակարգ այո պետքա ձևավորես, որը որ հստակ կլինի, համ քեզ համար է փոխշահավետ, համ ինձ համար։ Օրինակ տեսեք Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններից շատ ենք խոսում, չէ՞, մեկ ազգ երկու պետություն, այո կա էմոցիոնալ կողմը, այո կա ընդհանրությունների կողմը, էթնիկական, լեզվական եւ այլն, բայց այնտեղ հիմքում դրված են ռեալ ծրագրեր։ Ռեալ ներդրումները դեռ չեն խնդիրը, գիտեք, առաջինը էներգետիկ, իրանց իրականում միմյանց հետ այսպես շահ կապվեցին իրանք, երբ որ եղան այդ աշխարհատնտեսական 3 խոշոր ծրագրերը, մասնավորապես երկուսը՝ գազի, գազատարի ու նավթատարի կառուցումը։ Մենակ սրանից հետո է, որ իրանք 2010-ին նոր ստորագրել են ռազմավարական համագործակցության պայմանագիրը։ Այսինքն միսո այլն է ստացել, մինչ այդ թուրքերը ինչքան էլ ասում էին, իրանց որ նայում եք Ադրբեջանի հետ ստորագրած պայմանագրերը, ամենաայսպես լուրջը 1997 թվականի ստրատեգիական պայմանագիրն է, բայց էլի օրինակ փոխադարձ ռազմական օգնություն չէր պարունակում, այլ ռազմական ոլորտ օրինակ սահմանափակվում էր մենակ մարզելով բանակը, կրթության, որոշ ռազմատեխնիկական համագործակցության, այսինքն ամբողջական փաթեթ չէր։ Իսկ 2010-ից հետո դարձավ ամբողջական փաթեթ, անգամ այն աշճանի, որ օրինակ եթե Բաքուն պատերազմ է սկսում, Անկարան տեղյակ լինի։ Այսինքն Բաքուն այստեղ կարողացավ ձևավորի ռեալ օրակարգ, որի շուրջ իրանց համագործակցությունը տեղի ունեցավ։ Բայց կներեք շարունակելով ձեր ասածը 10 թվականին էլ, որը էականորեն ավելի լավ պայմաններ էր, քան նախորդ երկկողմ կնքած, բայց 10 թվականին էլ Թուրքիան եթե ագրեսիա լիներ Ադրբեջանի վրա, կարող էր օգնել, իսկ օրինակի համար դա էլ խմբագրվեց 2021 թվականին Շուշի հռչակագրով։ Որտեղ այստեղ արդեն Ռուսաստանի գործոնը փոխվեց։ Այսինքն քայլ առ քայլ նրանք իսկապես բավականաչափ ուժեղացին։ Իսկ հայկական կողմի անելիքը ո՞րն է այդ տրամաբանությամբ։ Թուրքիայի ուղղությամբ Տիկին Մինասյանն ասում է կոնկրետություններ է պետք մտցնել հարաբերությունները։ Դե կարծում եմ, որ մեծ հաշվով հենց դա է մեր նպատակը եւ ռազմավարությունը կամ չունեմ քաղաքականությունը չի սիրում հույս բառը, բայց երևի այդ հնարավորությունը, որ Թուրքիան ինքնակամ հասկանան իր մեծ շահերից նաև ելնելով այլ տարածաշրջանների հետ կապված, որ այլևս ավելի շատ իրեն ձեռնտու է բացել սահմանը, այո, որպեսզի այլ տարածաշրջաններ նաև հեռուն գնացող ունենան, նույն կենտրոնական Ասիա եւ այլն, եւ ինչ որտեղ նաև չգիտեմ իրենց հաշվարկով գուցե ինչ որտեղ նաև թույլատնեն Ռուսաստանի ազդեցությունը։ Հենպես չի որ իրենք հույս կունենան, որ Հայաստանի հետ երբ որ հարաբերությունները հաստատվեն
Հայաստան կկտրեն օրինակ ямар ռուսական ազդեցությունից, որտեղ իրենք օրինակ Վրաստանի հետ էլ կանոնավոր հարաբերություններ ունեն, չնայած ոչ շատ սերտ, բայց հիմնականում ունեն Ադրբեջանի հետ, այնուամենայնիվ ավելի ազդեցիկ դեր կունենան, քան սահմանի փակ լինելու պարագայում, եւ ամենակարևորը, եթե բնականաբար մեր սուբյեկտայնության եւ մեր սկզբունքի իման վրա ճանապարհները ապա շրջափակվեն, ապա իրենց համար էլ լավ կլինի այն իմաստով, որ ավելի կարճ ճանապարհով կարող են կապվել կենտրոնական Ասիայում։ Կարճ արձագանք հետո ես այստեղ կոմունիկացիոն հենց պատահական չնշեցի, որտեվ հիմա աշխարհակահաղականության տեսանկյունից ամենակարևորագույն հարցը կոմունիկացիոն տրանսպորտային հարցերն են։ Բոլորի համար ամենակարևորագույն, հատկապես 3 խոշոր պետությունների ու հատկապես Թուրքիայի։ Եվ այստեղ այսքան ամեն ինչից հետո մեզ համար իսկապես գործոն դառնալու երևի թե վերջին միակ տարբերակը այստեղ է մնացել, որը որ կստիպի նախ դու կպահես քո դերը, քո պետությունը եւ երկրորդ կստիպի գնալ մյուսներին ապաշրջափակման ու իրականում նաեւ Թուրքիային կստիպի, որտեղ Թուրքիայի համար շատ կարեւոր է ճանապարհը դեպի կենտրոնական Ասիա։ Բայց Ադրբեջանը փակում է Թուրքիայի ճանապարհը։ Ինչ այլոց գիտեք, Ադրբեջանը այստեղ դեռ խաղում է, որովհետեւ որքանով որ ես եմ ուսումնասիրել, ավելի շատ հիմա Ադրբեջանը կենտրոնացած Հայաստանի որպեսզի ապաշրջափակումը տեղի չունենա, քան Թուրքիան, որտեղ Թուրքիայի համար սա ոնց որ մի տեսակ արդեն կարևորությունը կորցրած հարց է, որտեղ ինքը հիմա մերձավոր արևելքում ամբողջ ուժերը դրել, իսկ ինքը այդքան ուժ չունի, որ մի քանի տարածաշրջաներում ակտիվություն ապահովի, եւ այստեղ ոնց որ այսպես պատգամել է Ադրբեջանին ու Ադրբեջանը ամեն ինչ անելու է, որ Հայաստանի ապաշրջափակումը տեղի չունենա։ Հակառակը ինքն է ուզում դառնա այդ հիմնական գիծը։ Շնորհակալ եմ, պարոն Արտյոն, արձագանքներ կարճ հետո տնտեսական այսպես էֆեկտերի մասին հարաբերությունների Թուրքիայի հետ դուք, այսինքն դա անցնում եք կոմունիկացիոն այսպես բաների նախապայմանների ապահովման մակարդակով, թե տնտեսական հարաբերությունները անցնում եք ենթադրենք Թուրքիայի կողմից ներդրումների, ինվեստիցիաների կամ Հայաստանի կողմից ինվեստիցիաների թուրքական արդյունաբերության կամ չգիտեմ էկոնոմիկայի մեջ։ Այսինքն ասեմ, տնտեսական ընդհանրապես ես ամբողջ բնագավառը նկատի ունեմ, բայց սկզբի համար ընդհանուր օրակարգը ընդունելի է, որ Թուրքիան ինվեստիցիաներ անի եւ Հայաստանում։ Տեսեք, նայած որ բնագավառի մասին է խոսքը։ Բոլոր պետություններում կարող են անել ներդրումներ։ Ի վերջո, ներդրումը քո պետության մեջ է։ Դա արդեն քո պետության խնդիրն է։ Մենք նման ներդրումների օրինակ ունենք, չէ՞, Վրաստանում։ Այն ջալո շատ լավ օրինակ բերեցիք։ Ինձ բոլորը օրինակ են բերում, Բաթումի օրինակը։ Բայց փաստերով երբ որ մենք դնում ենք տվյալները հրապարակված, ինչ ներդրումների մասին է խոսքը եւ այլն, եւ 4 փաստերը ցույց են տալիս, որ Թուրքիան ամենևին էլ կուլ չի տվել Բաթումը։ Թուրքիայի ինվեստիցիաները ամենևին էլ ամենաբարձրը չեն։ Եվ ի վերջո դա Վրաստան է։ Դրանք ավելին ունեն, այսինքն իրենք ունեն թուրքացված այսպես մի տարածք, որտեղ ոնց իրենց ավականու անդամներ են արդեն թուրքերը, որոնք ունեն քաղաքացիություն Վրաստանի եւ այլն։ Տեսեք, տարբերությունը նրանում է, որ Վրաստանում կա մուսուլման բնակչություն։ Վրաստանում կա մուսուլման բնակչություն։ Թուրքական ներդրումները բա որ հատվածում են, հիմնականում Աջարիայում են, որտեղ մուսուլման բնակչություն է։ Եվ կան այնտեղ մցխետի թուրքեր կոչված խումբը։ Իսկ ինքը այդ Հայաստանը չունի տենց բաներ։ Բայց ինքնակառավարման օղակներում արդեն ներգրաված են այդ կոնտինգենտը, չէ՞։ Ինչ կապ ունի դա Վրաստանի կառավարությունն է թույլ տվել, դա խո նույն ձևի թույլ է տվել, բան է, հայեր ինչ ավախքում։ Հասկանալի է, ընդունելի է մեզ համար։ Եթե Վրաստանի համար ընդունելի է, մեր համար ինչի՞ ընդունելի չի։ Թուրքական ներկայությունը ընդունելի է Հայաստանի համար։ Ես հենց ասում եմ, որ այդ տիպի ներկայություն Թուրքիան չի կարող ունենա Հայաստան, որտեղ այնտեղ ունի սոցիալական բազա, մուսուլման բնակչություն։ Ասում եմ, ես մուսուլման բնակչության մոտ բերում եմ, չգիտեմ, կրթական ծրագիր եմ իրականացնում, էլի պետությունն է թողնող չթողնողը։ Չինաստանի օրինակով եթե մենք դատենք, իրենց ներկայությունը ցանկացած բոլոր երկրներում, այսինքն այդ ճանապարհով է արվել, այսինքն մանր առևտրի այսպես ոլորտից է սկսել եւ հիմա հսկայական համայնքներ, որոնք որ իրենց քաղաքապետներ ունեն, որոնք որ իրենց քաղաքականություն են, դու մտնում ես Chinatown եւ հասկանում ես, որ ընդհանրապես Միացյալ Նահանգներում չես։ Այսինքն դու Չինաստանում ես։ Միացյալ Նահանգներ չի։
Ես նկատի ունեմ։ Ես նկատի ունեմ պետությունը կարող է վերահսկել եւ անվտանգության վերահսկել։ Այդ որ process-ն է Հայաստանում վերահսկվում պետության կողմից, որ Չէ, գիտեք, եթե մենք այդ տրամաբանությամբ գնանք, մենք երբեք Իսկ որ տրամաբանությամբ մենք կարող ենք առաջնորդվել, որևէ այլ տրամաբանության համար հիմքեր ունենք մենք։ Պետք է ուրեմն մտածել, եթե չկա այդ հիմքերը։ Ուզում եք արձագանքել, Պանդեմյան, եթե ճիշտ հասկացա։ Քանի արձանագրումներ հանուն արտարության խոսվեց արձանագրությունների մասին, ասես որ այնտեղ պատմաբանների հանձնաժողով կա, իրականում պատմաբանների հանձնաժողով այդպիսի ձևակերպում չկար։ Նախ ինչ էին այդ արձանագրությունները։ Մենք մոռանում ենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունը դա սահման բացել չէր։ Նախ միջպետական հարաբերությունների հաստատման հարց կա։ Ճիշտ է, Թուրքիան ճանաչեց, հա, 91 թվականին առաջին ճանաչողներից մեկն է դա շահարկում էին, բայց միջպետական հարաբերություններ, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դեսպանատներ ունենալու հարցը մի հարց էր, հա, ճանաչել հարևան պետությունը։ Երկրորդը սահմանների ապաշրջափակումն էր եւ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը։ Այլ բան է, որ այնտեղ գրված որ պետական ինչ որ գերատեսչությունների միջև պետք է լիներ պատմական հարցեր քննարկելու ենթահանձնաժողով։ Հիմա դա կարող ասել դա այ ցեղասպանությունն են ուզում, թե եթե դա իսկապես լիներ չէ, այդպիսի ձևակերպում չկար արձանագրությունում, հանուն արտահայտության։ Եթե այդպիսի արձանագրում լիներ ու քննարկվեր ցեղասպանության հարց պատմաբանների, չգիտեմ Հայաստանից ով Չէ, ցեղասպանության հետ կապված չի ձևակերպում։ Դա գրված է պատմական հանձնաժողով, պատմական հարցերը քննարկելու։ Դուք որ ասեցիք ցեղասպանության պատմաբանների հանձնաժողով չի գրված պատմաբանների, գրված է ենթահանձնաժողով։ Հիմա եթե Թուրքիան շանս ունենար այն քննարկման առարկա դարձներ եւ դա էր պատճառը որ արձանագրություններ չէր հաստատվում այնտեղ ինչ էր սահմանագծի հաստատումը հետո մակով արդեն հաստատված էր ինչ էր ստանում Թուրքիան այդ արձանագրություններում վերջին հաշվով ոչ մի բան չէր ստանում մեզ համար իմջալոս լավ տարբերակ էր մենակ այդ հիմա ես չեմ ուզում գովել գովասանքներ ասել այստեղ ռեալ պոլիտիկն է ինչ էր վերջին հաշվով ստանում Թուրքիան այդ արձանագրությունը ինքը ոչ մի բան չէր ստանում դրա համար չհաստատվել չէ շատ բարձր տրամաբանությամբ հիմա այս պլան B-ն թե C-ները դա երկրորդ հարցն են արձանագրությունները չեղան որովհետև այն Թուրքիային ձեռնտու չէր այդ պահին դրա համար նա չվավերացրեց հիմա գանք ռազմավարության ես ուզում եմ մտքեր արտադրենք որ գոնե այսօրվա քննարկման մեջ նաև լինի լուծումների ինչ որ գծիկ կամ փաթեթ մենք Սփյուռքի հետ հարաբերությունները իջեցրել ենք մի գրասենյակի մակարդակի։ Եկեք արձանագրենք, որ դիտավորյալ դա արվեց, դա պլան B-ի մի մասն է, դա ուղերձ էր Թուրքիային, ես չեմ ուզում շահարկել հիմա։ Այսօր ահռելի ռեսուրսներ ունեցող Սփյուռքի համայնքները անկառավարել են առումով, որ այնտեղ չկա աշխարհի կառավարող մարմիններ, որը ներուժ կկուտակեր Հայաստանի համար հենց դրսում։ Այսօր երրագույնը հեռացնում են տարբեր տեղերում, որ երկրների ես գնացել, տեսել եմ երրագույն էին դնում եկեղեցիների վրա եւ այլ հեռացնում են, որը վախենում են, որտեղ պատերազմի ժամանակ նաեւ վախ մտցրեցին։ Ուրեմն, եթե Սփյուռքում մենք չենք կարողանում նոր առաջնորդներ գեներացնելով, ոչ թե այն հինը, որ դեռ վախենում են սովետական Հայաստանից, հա, կամ մտածում են 19-րդ դարի կուսակցապետական կառավարչության ձևով, ֆիդայական, հա, մենք կորցնում ենք այ օպերայում այն ինչ որ տեղ ունեցավ այդ մտայնությունը ես այո որպես ցեղասպանության թանգարանի տնօրեն եմ ասել ոչ տնօրեն եմ ասում այդ այրելու տեսարանը ընդհանրապես թուլության ցուցիչ է իմ դիրքորոշումն է դա ոչ մեկ չի կարող փոխել դա ես կարող եմ ուրա հայրենասեր լինել թուլության ակնառու ցուցադրություն է դա Իմ պատկերացումը դա հարց չի լուծում։ Եթե հարց լուծեր, ես կասել ISP դրվագով ինչ որ հարց լուծեց։ Իսկ ինձ պետք է որ հարց լուծող գործողություններն են։ Ուրեմն Սփյուռքում մինչև հիմա Հայաստան Սփյուռքի որևէ համայնքում դուք որևէ քննարկում տեսել եք։ Նյու Յորքում համաժողով տեսել եք Հայաստանի ապագայի, Փարիզում համաժողով տեսել եք Հայաստանի ապագայի քննարկումով։ 45 թվին քննարկում էին 4000 կամավոր նավով գալիս էին Հայաստանի համար կռվելու 15-16 թվական Հայաստանի համար գալիս էին կռվելու նավով, ոչ թե հիմիկվա օդանավերով։ Ձեր ասածի մեջ Հայաստանի համարը մեխային է եւ ամենակարևոր հարցը է։ Այդ պետք է մտայնությունը։ Մեր այս Հայաստան հիմնադրամի այդ բաները չէ, տելետոնները չեն Սփյուռքի հետ կապը։ Այդ մակարդակի իջեցված։ Ռազմավարություն չկա։ Սփյուռքում եթե կարողանանք ուժ ձևակերպենք, դա լիուլի բավարար է Ադրբեջանի գոնե վրա, ճնշում այն աստիճանի բանեցնել, որ դա զսպիչ նշանակություն ունենա։ Հիմա գանք փակուկ ուժին։
Մենք ես կուզենայի, որ իմ խոսքը ճիշտ ընկալվեր հեռուստադիտողների կողմից։ Փափուկ ուժը դա ռազմավարության մաս է։ Մենք հիմա եթե ցեղասպանության մասին ենք խոսում, ու պարտադիր պետք է խոսենք, չընկրկենք թուրքական կողմի հետ խոսալուց, դա շահարկման, դա առևտրի առարկա չի, այնինչ որ եղել է մենք որևէ քայլ կես քայլը չենք ընկրկի, բայց մենք բոլորին չենք մտածել փափուկ ուժ ներգործելու, ուժ կիրառելու մեթոդների մասին։ Թուրքիան հանցագործության մեջ մեղադրել է փափուկ ուժ չի, պարոն Դեմոյան։ Նաև, բայց էլի գալիս ենք ցեղասպանության թեմային։ Մի պատ դուրս գանք ցեղասպանության թեմայից։ Այդ երկրի մշակույթի մեջ մենք ունեցել ենք ահռելի ներգործում եւ դերակատարում։ Եթե սա մենք հանում ենք գրահրատարակչության, հանգարանային ցուցադրությունների, digital content-ի միջոցով սկսում ենք ռմբակոծել, ցույց տալ աշխատելով նոր սերնդի թուրքերի երիտասարդության ռազմավարությունը սա։ Դու դրանով այն պրոբկա ոնց է թռնում խցանը, Ադրբեջանը այդպես թռնում է երկու հարաբերությունից, որտեղ այնտեղ Ադրբեջանը մշակույթ չունի այս երկուսի։ Իսկ դու լեզվաբանության մեջ, գրահրատարակչության մեջ, ճարտարապետության, այս չենք օգտագործել փափուկ ուժը։ Մենք այո խոսել ենք ցեղասպանության մասին, բայց մի քանի գիրք ենք տպել, որ մնացել են փոքր շրջանակի սեփականությունը։ Այսօր Լեհաստան, Գերմանիա, տեսեք հարաբերությունների այդ հաշտեցում բառը չեմ օգտագործում։ Այդ իմ բառապաշարում չկա, բայց բերեցին ինչ որ քննարկման, որ երկու ժողովուրդները սկսեն խոսել։ Ինչով, հանգարանային ցուցադրություններով։ Էս ենք ունեցել, այ մենք ունեցել ենք ոչ միայն կոտորած նաև ճարտ, այլ ունեցել ենք նաև ինչ որ համագործակցություն, մենք ենք ունեցել ներդրում։ Այստեղ առավելությունները ահռելի չափով մեր կողմն է։ Մենք կարող ենք փափուկ ուժով ներգործել այդ նույն սերնդի վրա։ Օրինակ թուրքերին բերել են մտածողության վրա, իրենք իրենց հարց տան, ինչ եղավ հայկական համայնքը, օրինակ ֆուտբոլային թիմեր կային, չէ՞։ Դա բերելու է դրան, բայց ես ասում եմ, այն պլաստները սկսած իրենց սուլթանների շքանշաններից, որ հայ արեստավորներն էին անում, իրենց շենքերից, որտեղ ապրում են, ամեն ինչը, որ կա բոլոր ոլորտներում, սկսած իրենց լեզվական բարեփոխումներից եւ այլ, այս ամեն ինչը մենք չենք օգտագործում որպես փափուկ ուժ, որպես քաղաքականություն։ Մենք վերցնում ենք, ուղղակի ուզում ենք այս ճանապարհով այրենք ինչ որ մի բան, դրանով փորձենք ինքնահաստատվել։ Այստեղ խորամանկության հարցը, այստեղ խելոք լինելու, բազմակայլ քայլերով առաջ մտածելու մասին է խոսում։ Շնորհակալ եմ, պարոն Բաբայան, դրոշ այրելուց զատ ինչ կարելի է անել Թուրքիայի հետ հարաբերությունները, պարոն Դեմյանը շատ հետաքրքիր բանաձևեր էր առաջ քաշում եւ նաեւ խոսել, հա, պարզունակ բան, խոսել, խոսակցություն կարելի է նաեւ թեման ընտրելով, այդ խոսակցության թեման ընտրելով որոշակի օրակարգ առաջ տանել, դուք ինչ եք տեսնում։ Եվ սկսենք ամփոփել, այո։ Որպես երկու անգամ երկու հավասարը 5-ի թեզի կողմնակից ես կփորձեմ ուրեմն Պարոն Արծրունի ես մեղադրեց, այո։ Դուք մեղադրեց փորձում։ Եթե իլյուզիան իրականությունն է, ուրեմն երկու անգամ 2-5 է։ Լրիվ ուզում եմ համաձայնվեմ պարոն Դեմոյանի հետ։ Կարծեմ շատ ճիշտ ճանապարհ է առաջարկում։ Մենք կարծեմ ընդհանրապես մեծ կյանքում միշտ խանգարում է, երբ որ մենք ընկալում ենք որևէ ժողովուրդ կամ որևէ ազգ կամ որևէ պետություն որպես մոնոլիտ։ Իրանք միայն այսպես են մտածում։ Թուրքերը այսպես են մտածում, հայերը այսպես են մտածում, ռուսները այսպես են մտածում եւ այլն։ Մենք իսկապես շատ մեծ հետք ունենք այնտեղ։ Մենք թատրոն ենք ստեղծել Թուրքիայում։ Երաժշտություն ենք ստեղծել։ Դիվանագիտության մեջ մեզ ներդրում է ունեցել սպորտ, կա ոլորտ, որ մենք ունենանք առավելություն։ Եվ այլն։ Սա պետք է լինի քաղաքասարակության կոնտակտ, իսկապես կոնտակտ։ Ընդ որում դուք ասացիք դրոշի մասին, մենք խոսում էինք, թե երբ Հայաստանը պետք է ուժեղանա, հա, կամ ինչով կարող է ուժեղանալ։ Ուժեղանալուց առաջ պետք է թուլությունը մտքից հանել։ Դրոշ այրելը թուլության եւ վախկոտության նշան է։ Դրոշ վարող եք, գնացեք բան հրապարակը, թաքիմը, հա, այնտեղ ուրեմն Աթաթյուրքի, Վարաշիլովի ու Արալովի արձանների մոտ դրոշ վարեք թուրքական։ Կամ ինչու՞ են թուրքական ու ադրբեջանական, այսքան երկիր է մասնակցել այս իրադարձություններին, այդ թվում եւ մեր ամենամոտիկ դաշնակիցները։ Սա մեկ, ես համարում եմ, որ սա առաջին ճանապարհն է, ճիշտ ասած։ Եվ ամենաարդյունավետ, որտեվ երբ խոսում ես մարդկանց հետ,
դու սկսում ես անպայման չի որ դու համաձայնվես բոլոր հարցերով, բայց այդ մարդը դադարում է քեզ թշնամի տեսնելուց։ Եթե նա կուսակցություննակացված կամ պետական ինչ որ համակարգի մեջ քարոզչությունը իրական մեծ դեր է կատարում։ Հասարակ մարդիկ շատ շուտ են իրար հետ լեզու գտնում։ Երկրորդը, ուզում եմ համաձայնվեմ նաև ձեր հետ, որովհետև նշեցիք մի շատ կարևոր բան եւ դա ես լսել եմ անցյալ տարի Եվրոպարլամենտում։ Խոսքը գնում է կոմունիկացիաների մասին։ Եվրոմիության համար շատ կարևոր են Միջին Ասիայից կոմունիկացիաները, ընդ որում որ այդ կոմունիկացիաները չանցնեն մենակ մի մարշրուտով։ Այո։ Որևէ մեկը չկարողանա այդտեղ հաստատել եւ դա իմ ներկայությամբ Եվրոմիության ներկայացուցիչ ասեց Ադրբեջանի ներկայացուցիչ։ Մի մտածեք, որ մենք դες թույլ կտանք մոնոպոլիստ լինել կոմունիկացիայի, ուրեմն տրանսպորտային այդ կապի վրա։ Մենք այո, այս փակ սահմաններում դժվար է զարգանալ, բայց մենք կարող ենք քայլ առ քայլ կամաց ցույց տալ մեր կարևորությունը։ Նայեք, եթե ժամանակին, երբ որ այդ Բաքու, Թբիլիսի, Ջեյխան, հա, նավթամուղներ քննարկվում, եւ այդ ժամանակ British Petroleum-ից կար հետաքրություն, ցանկություն ունենալ կոնտակտ մեր ղեկավարության հետ, որտեղ իրանք մտածում էին անվտանգության մասին։ Մերոնք էլ պատասխանում են, չէ, դա ռուսները թույլ չեն տա, որ դա կառուցվի։ Մենք դրանց հետ անելու գործ չունենք, հետո British Petroleum-ը ով է։ British Petroleum-ը նա է, որ ազդեցություն ունի պետական քաղաքականության վրա։ Եվ եթե ասենք թե ճյուղերից մեկը անցներ Հայաստանով, նույնիսկ 2-3 շրջանի հաշվին, գուցե Հայաստանը շատ ավելի մեծ դերակատարում կունենար։ Եվ կկարողանա ռազմավարական միտք է։ Հա, չէ, դա պետք չի, որտեղ մենք այդ ժամանակ համարում ենք, որ այդ ամեն ինչը մեր փոխարեն կապահովի մյուսը։ Ուրեմն առաջին հերթին ուղղակից հանել այդ թուլությունը։ Եթե դու շարունակես մտածես, որ դու թույլ ես, դու միշտ կմնաս թույլ։ Եթե դու մտածում ես, որ դու ուժեղ ես, այդ ժամանակ սկսում ես ման գալ, թե ինչպես կարող ես դու ձևավորել եւ արտահայտել այդ ուժը։ Ընդ որում, երբ ես ասում էի դնչկալի մասին, ես ասում էի ոչ ասացվածքի մեջ ոչ թե գտնել որտեղ դնչկալը, այլ միջև դնչկալը պատրաստես։ Դրանք տարբեր բաներ են։ Դնչկալը դու պիտի պատրաստես։ Այլ ոչ թե սպասես, որ քեզ մեկը նվիրի կամ դու ինչ-որ մի տեղից գտնես։ Եվ ուրեմն եւս մի շատ կարևոր հարց ուրա, երբ խոսեցիք տարբերությունը, հա, մեր եւ Սփյուռքի, չնայած էլի սխալ է կարծում եմ Սփյուռք էլի մոնոլիտ է ձևով ընկալելը, բայց կա մի շատ կարևոր բան։ Կա օրենք։ Իրավունքները զուգահեռ են գնում պարտականությունների հետ միասին։ Երբ խախտվում է այս բալանսը, տեղի ունենում կատաստրոֆա։ Մենք դա գիտենք եւ մեր պատմության օրինակներով, իմիջիալոց մոտ 3 ամիս առաջ, երբ որ Թրամփը մասկին նշանակեց այդ պաշտոնի վրա, ես ասի, դա երկար չի տևի, որտեվ չի կարող լինել իրավունք եւ չլինել պատասխանատվություն։ Իրավունքը ստացել է մասկը, պատասխանատվությունը պետք է կրեն նախարարությունները։ Հիմա նույն բանը այստեղ է։ Այո, իհարկե շատ մեծ կապ, արդյունավետ կապ Սփյուռքի հետ, բայց շատ կարևոր է որոշել որ ֆորմատով եւ որ չափով, որտեղ տալ իրավունք որոշել Հայաստանի այսպես ասած քաղաքականությունը եւ չկրել այդ որոշման համար որևէ պատասխանատվություն չի կարելի։ Ով որ ստանում է իրավունք, նա պետք է համահավասար ունենա պատասխանատվության հարց։ Շնորհակալ եմ։ Սկսենք ամփոփել, պարոն Խաչատրյան, թեման պարզ էր, ես իհարկե շնորհակալ եմ այս հետաքրքիր եւ բովանդակային քննարկման համար, որովհետեւ միայն քաղաքական ասպեկտը վերցնել կամ միայն մեր էթնիկ մտածողության ընկալումների հաստատ թեման կիսատ կմնար եւ այսօր մենք փորձ արեցինք միավորել այս երկու շատ կարեւոր բաժինները 110-րդ տարելիցն է հայոց ցեղասպանության եւ խնդիր ունի Հայաստանի Հանրապետությունը այս ճգնաժամային միջազգային քաոտիկ միգուցե իրավիճակում, եկեք ճիշտ ասենք, ողջ մնալու եւ լավագույն դեպքում նաեւ զարգանալու, այսպիսի հարևանություն ունենք, այսպիսի խնդիրներ ունենք, այսպիսի մարտահրավերներ եւ այսպիսի կարողություններ այս պայդրությամբ գոնե, հա, այն ինչպես առաջ շարժվել հատկապես Թուրքիայի ուղղությամբ հաշվի առնելով նաև հայոց ցեղասպանության գործոնը, խնդրեմ։
Դե ես հիմնական լուծումը տեսնում եմ նրա մեջ, որ մենք պետք է Հայաստանի ներսում սկսենք այդ հանրային քննարկումները, որոնք կամաց պետք է տանեն հասարակության կոնսոլիդացման, ուժեղացման, երբ որ մենք նայում ենք միջազգային ցուցիչները սոցիալական կապիտալի տեսանկյունից, որը հենց նշանակում է, թե ինչպես են հասարակության անդամները իրար հետ աշխատում, համագործակցում, մենք տեսնում ենք, որ Հայաստանը ամենաթույլ երկրներից մեկն է։ Կարծեմ շատ ցուցիչներով մենք 60-70-րդ տեղերում ենք, բայց սոցիալական կապիտալով 120 մոտարապես։ Հիմա այսինքն երկիրը մասնատված է, մարդիկ իրար հետ չեն աշխատում, չեն համագործակցում, եւ այստեղ ամենևին պարտադիր չի, որ մարդիկ նույն ձևով մտածեն։ Հակառակը, այդ տարբեր մտածելակերպերը պետք է օգտագործել որպես հնարավորություն ուժեղանալու համար։ Մեկը մյուսին լրացնելու։ Այո, բայց պետք է այդ միջավայրը ստեղծել, որ տարբեր կարծիքներով մարդիկ կարողանան իրար հետ գտնել որոշակի ընդհանուր գծեր։ Այսա իմ կարծիքով հիմնական խնդիրը, որ մենք պետք է լուծենք։ Այն ինչ հիմա այս տեսնում եմ ավելի մենք այդ, չգիտեմ, տոհմա ցեղային մեթոդով ենք աշխատում, այսինքն ով մեր ցեղից է, ով մեր տոհմից է, եկեք իմ կողմ, ով մեր ցեղից չի, դուք դավաճան եք, դուք չգիտեմ, զոմբի եք, եսեք եւ այսինքն անդադ իրար վանում ենք, մեզ շրջապատում ենք այն մարդկանցով, որոնք ճիշտ մեր նման են մտածում, նույն իլյուզիաները ունենք եւ արդյունքում մենք չենք կարողանում տեղից շարժվել, հա, այսինքն ամբողջ էներգիան գնում է ներքին այդ պարակտումների, ներքին գզվռտոցի վրա, որից երկիրը ոչինչ չի ստանում, հակառակ ավելի է թուլանում, որը եւ կարող են այլ երկրներ օգտագործել Հայաստանում ինչ-ինչ process-ներ գեներացնելու, ընդհուպ աստված մի առասցել ինչ որ քաղաքացիական բախումների նպատակով։ Շնորհակալ եմ, պարոն Դեմոյան։ Ինչպես ասում են, խելոք լինել երբեք հակացուցված չի։ Ուրեմն ինձ չի կարելի անել, ես մեկ օրինակով կբերեմ, որ այս մեկ օրինակը շատ լավ տեսքով կհաստատագրի ամբողջ քաղաքականությունը եւ մոտեցումը։ Կարող այս իշխանության օրինակներից մեզ կամ նախին խնդիր չի։ Ռազմավարություն։ Հայաստան պետական բյուջեի հաշվին բերվեցին թուրք լրագրողներ։ Հիշում եք, բոլորին վերջերս։ Ուրեմն ռազմական կոպիտ սխալ նպատակը չկար ինչի համար պետք է բերվի, այ ասածը ցույց տալու, դա խոսելու, լուսաբանելու, հանրայնացնելու, մենք գիտենք թուրք լրագրողները ինչպես են, ինչ կոնտենտ են միշտ իրենց լսանների մատուցում վերջի 30 տարի։ Աղքատ երկիր, մուրացիկներին նկարել, մի քանի հատ թափառական շներ եւ այլն, սա Հայաստանի պատկերացումն է։ Որովհետև Հայաստան բերվեցին այս լրագրողները գլխավոր մեսիջը տալու համար, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետության արտաքին քաղաքականության օրակարգում չի։ Իսկ սա ասեցի, որ դա մանիպուլացիոն էր։ Ուրեմն զրոյական արդյունք ունեցող, հաշվարկ ունեցող պետական բյուջեի հաշվին իրականացված քայլ։ Մյուսը, ինչպես ասում են, լեզուն միշտ տրված է մտքերը թաքցնելու համար, հատկապես դիվանագիտության մեջ։ Արարատ Միրզոյանը պաշտպանել է տեխնացուական, թեզ պատմական գիտությունների տեխնացուի ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայով։ Երբ որ ինքը հայտարարում է, որ օրակարգում չի այդ միջազգային ճանաչումը, գոնե լայն հանրությունը դա չգիտի, մասնագիտական շրջանում մարդկանց մոտ հարց կառաջանա, բա ինչ է սա արի 4 տարի, հա, այդ ատենախոսությունը գրելուց։ Ուրեմն լեզվի խոսույթի մեջ, արտահայտությունների մեջ նախ պետք է հիգիենա պահպանել, հատկապես դիվանագիտական, չտրվել մանիպուլյացիաներին, նորից գան գլխավոր օրակարգին։ Քանի դեռ երկրում հանրային համերաշխության ուղղությամբ դա հեքիաթ չի, աշխատանք չի տարվում, դեռ դա մեկ քաղաքական ուժի մոնոպոլիան չի եւ ուժերից վեր է, մանավանդ արդեն 7 տարվա այսպիսի հետագիծ ունեցող երկիրը շատ փոքր է, իսկ կողքի հարևանները մեկը 95 միլիոնին է մոտենում, մյուսը 10 միլիոնը անցնում է, 12-ին է մոտենում։ Ինչ որ մի ժամանակ։ Մենք 3 միլիոն ենք։ Այստեղ դու դատապարտված ես։ Դատապարտված ես կոնսոլիդացված հասարակություն ունենալու, դրա արտացոլում ունենաս բանակում, մշակույթի, գիտության մեջ, բայց մենք այս պահին անում ենք ճիշտ հակառակը, բոլոր ուղղություններով անում ենք ճիշտ հակառակը։ Ես պատրանքներ չունեմ, ոչ էլ իդեալիստ եմ, բայց ես կարծում եմ, որ գոնե առ ժամանակ իմ գլխավոր երազանքն է սա։ Հայաստանի
կառավարման մեջ ներդրում ունեցած քաղաքական ուժերը, գործիչները, ես միշտ սիրում եմ բերել օրինակը 90-80 թվականին, երբ որ թուրքական բանակը 3-րդ անգամ ներխուժում կատարեց եւ 3 տարի իշխանությունը չէր հանձնում քաղաքական իշխանություններին։ Եվ օրենքներ ընդունեցին։ Քաղաքական այսինչ գործիչը, որը տապալել է 60-70-ական թվականներին, երկիրը ճգնաժամի մեջ է մտցրել, 10 տարի չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Այս քաղաքական կուսակցությունը այս պայն դատարեցնում է 5 տարով, չի մտնում քաղաքական պայքարի մեջ, այսինքն ստերիլիզացման փուլ է մեզ մոտ։ Որոշակի սառեցում է պետք, այս ստերիլիզացումը դեմքերի ուժերի առումով եւ նորից զրոյից սկսելու միակ երաշխիքը երկիր ունենալու երաշխավորված ապագա եւ անվտանգ ապրելու ապագա, սա է ճանապարհը։ Ուզենք թե չուզենք, ես չասեցի որևէ մեկին դեմ, իրականում ասեցի բոլորին դեմ, բայց դա միակ փրկության բանաձևն է իմ պատկերացմամբ։ Շնորհակալ եմ, երկու բանախոսն էլ ամփոփման խոսքում համերաշխության մասն են խոսում, պարոն Արծունի, դուք ինչ կարող եք ասել։ Գիտեք, ես կարծում եմ, որ ցանկացած կառավարման, արդյունավետ կառավարման հիմքում դա մասնագիտական համայնքների ներգրավվածությունն է, այսինքն լինի դա ֆաշիստական մոդել, դեմոկրատական մոդել կամ կայսերական մոդել, այսինքն համակարգը հաջողում է, երբ որ կարող է համախմբել, կարող է ստեղծել մասնագիտական համայնքներ, այսինքն դիվանագիտական, պատմագրական գիտությունների ոլորտում, չգիտեմ, տնտեսության եւ այլն եւ այլն, այսինքն երբ որ դա տեղի չի ունենում որևէ մակարդակներում, այսինքն բիզնեսով ենթադրենք կամ բիզնեսի կառավարմամբ զբաղվում են մարդիկ, որոնք որ մակերեսային պատկերացումներ ունեն այդ ամենի մասին, կամ ենթադրենք նույն կրթության ոլորտում կամ մշակույթի, այսինքն ես չեմ տարանջատում ցեղասպանության խնդիրը մնացած բոլոր խնդիրներից, որովհետև մոտեցման ալգորիթմը, այսինքն խնդիրը վերլուծելու եւ հասարակությանը ներկայացնելու մասնագիտական մակարդակով բացակայում է ցանկացած ոլորտում, այսինքն մասնագիտական համայնքը այսպես դիստանցիայի վրա է պահվում, ինչու, որովհետեւ մասնագիտական համայնքը կարող է օբյեկտիվ դիտարկում կայացնել, որը հասկանալի է, որ շատ հավանական է եւ մենք տեսնում ենք, որ որևէ հատկապես վերջին 7 տարիների ընթացքում մասնագիտական համայնքի դիտարկումները խիստ քննադատական են, այսինքն իշխանության նկատմամբ։ Եվ բնական է իշխանությունը, որպեսզի չքննադատվի, այսինքն հիմնավորված քննադատության հետ չառնչվի, մասնագիտական համայնքը հեռացնում է ասպարեզներից։ Սրա պատճառով էլ այս նման անհեթեթությունների հետ ենք մենք գործ ունենում եւ ստիպված ենք մեր ժամանակը եւ դիտողների ժամանակը վատնել կեղծ օրակարգերի քննարկմամբ եւ այսպես վերլուծականներով։ Համենայն դեպքում ես կարծում եմ օգտակար է այս քննարկումը, որովհետեւ մասնագետներին թեմային տիրապետող եւ ինչ անել հարցը դրված էր մեր քննարկման օրակարգում, խնդրեմ պարոն Էրզաբեկյան։ Շնորհակալություն, իհարկե տարբեր կարծիքներ հնչեցին, որոնց բոլորի մի մասի հետ համաձայն եմ լիովին, մասնապես ուժեղ լինելու եւ գործոն մեզ գալու հետ կապված, որովհետեւ իսկապես ինչպես պարոն Բաբայանը նշեց, պետք է թոթափես թույլ զգալու քո զգացողությունը եւ պետք է ցույց տաս, որ դու ինքդ գործոն ես։ Գիտեք, կարծում եմ, որ երկխոսության մեջ, երբ որ դու թուլությամբ ես մոտենում բանակցություններին, դա զգալի է դիմացի կողմի համար եւ դա չի կարող իրեն էլ է դժվար, այսպես ասած, այսինքն ինքը պետք է զիջում անել, հա, որովհետև ուժեղը չի սիրում, հա, եթե դիմացինը շատ թույլ է կամ ինքը այդպիսի դրամադրվածությամբ է մոտենում, այսինքն դու ինքդ պետք է այդպիսին զգաս, այսինքն դու պետք է հասկանաս, որ դու գործոն ես, որ դու կարող ես ազդել անգամ տարածաշրջանային գործընթացների վրա եւ ի վերջո այստեղ շատ հետաքրքիր միտք հնչեց այդ մշակութային քեզ ճիշտ նաեւ ներկայացնելու եւ հասկանալու, որ դու էլ ունես բավականաչափ արսենալ տալու համագործակցելու հետ կապված ունակ նույն մշակութային ազդեցությունը եւ հենց ցեղասպանության ամենաողբերգալի հատվածներից մեկն ինձ համար հենց մեր այդ պատմական այդ մշակութային ժառանգության անհետացումն է այդ շրջանից, որտեղ մենք իսկապես հայ ժողովուրդը շատ մեծ ներգործություն ունի այդ տարածքներում եւ երկխոսության միջոցով վերականգնելու ինչ որ առումով քո ներկայությունը դա նույնպես շատ կարեւոր հարց է
Այսպես այստեղ թուրք լրագրողների հետ կապված խոսք գնաց մի փոքր համաձայն չեմ Պանդեմոյան, կարծում եմ, որ զրոյական չէր ազդեցությունը այն իմաստով, որ ես կարծում եմ, որ 30 տարվա ընթացքում հա իմ մտքի շարունակությունը քեզ նաև ներկայացնելու թեկուզ եւ իրենց շահերից կարծում եմ, որ արդյունքներից մեկն եղավ այն, որ ոչ բոլոր լրատվամիջոցներն էին շատ միակողմանիորեն ներկայացրել Հայաստան կամ Հայաստան-Թուրքիա կարգավորումը, Հայաստան-Ադրբեջան կարգավորումը եւ կար մի լրատվամիջոց առնվազն, որ թեկուզև իրենց շահերի ներկայությամբ, բայց ավելի շատ քննադատական խոսքեր էին հնչեցնում Ադրբեջանի ուղղությամբ եւ ցույց էին տալիս, որ խոչընդոտողը Ադրբեջանը եւ կարծում եմ, որ առնվազն գուցե սրա համար ինչ որտեղ չեն կարող զրոյական անարդյունավետության մասին խոսել, չեմ անդրադառնում այլ ասպեկտների, բայց եւ այնպես կարծում եմ եւ այն է կարծում եմ այն, որ ռազմավարական կարևոր հարցերում իսկ դա համաձայնենք, որ սա մեզ համար ռազմավարական հարց է, թե ինչպես ենք մոտենում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, կարծում եմ, որ նմանատիպ բարդ հարցերում պետք է տարբեր մտավորականություն եւ տարբեր քաղաքական ուժեր պետք է հնարավորինս եթե ոչ նույնական, բայց գոնե մոտեցնեն իրենց դիրքորոշումները, որովհետեւ կան նաեւ երկրներ, որոնք տեսնում ենք եւ նայում ենք, որ շատ կարևոր ռազմավարական հարցերում տարբեր քաղաքական եւ տարբեր մարդիկ այնքան էլ իրենց կարծիքները չեն տարբերվում։ Տիկին Մինասյանը խոսում էր համատեղ շահեր ձևակերպելու կարողությունից, դա կարող է մեր, ասես մի հանրության ինչ որ մի հատվածում դավաճանության, հա, կերպ մեկնաբանվել, այ ինչպես հարաբերվել ես մեղադրանքի հետ, բայց նաև անհրաժեշտության ինչ որ ընդհանուր կետեր գտնել ես երկրի հետ։ Դե տեսեք, ինչ թվում է, այս առումով այնպես է ստացվել Հայաստանում, որ բոլոր իշխանությունների ժամանակ այս հարաբերություններ հաստատելու հարցը դրվել է իշխանության ուսերին կամ իրենք են առաջ տարել։ Պիտակավորումը եղել է։ Այո, հիմա ես չեմ ասում պետք է դրվի այլ հասարակական կազմակերպությունների ուսերին թե ոչ, բայց այդ միտումը շատ զգացնել է տալիս։ Ես կարծում եմ, որ պետք է բոլոր դեպքերում հասկանալով քո շահը ունենալով սկզբունքներ եւ այսինքն չանցնելով կարմիր գծերը, չնայած այդ կարմիր գծերն էլ հա արժեզրկվել շատերը հիմա կանաչում են, բայց այնուամենայնիվ սկզբունքների հիման վրա փորձես քո շահը մեջտեղ դնելով հարաբերություններ կառուցես կամ սկսես այդ հարաբերությունները, թե ինչ կերպ կզարգանան, թե չեն զարգանա, դա էլ հարց է, բայց այո, այստեղ նաեւ կարծում եմ, որ երկկողմանի չճանաչման հարց էլ կա, որովհետեւ հասարակությունները ի վերջո շատ երկար ժամանակ չեն շփվել։ Կամ էլ Թուրքիայի մեջ ճանաչել են ադրբեջանական ռոպագանդայի աչքերը։ Եվ հենց այդ եմ ասում, որ շատ հետաքրքիր է, որ այս վերջին օրինակ Անտալիայի դիվանագիտական ֆորումի արդյունավետություններից մեկն այն եմ համարում, որ նույն թուրքական լրատվամիջոցները նույն Արարատ Միրզյանից հարցազրույցներ վերցրեցին եւ Հայաստանը երևի թե առաջին անգամ նման մասշտաբով ներկայացրեց իր տեսակետը։ Նախկինում սովորաբար Հայաստանը հնարավորություն չի ունեցել իր տեսակետը ներկայացնելու։ Հիմա այլ հարց է դրանք կհավատան, ինչպես կվերաբերվեն թե չէ, բայց ի վերջո եթե մի լրատվամիջոց հարցազրույց է վերցում, պետք է դա այսինքն ներկայացնի։ Սա է եւ ամենակարևորը, որ սեփական շահերը հասկանալով փորձես զարգացող հա տեսլականով փորձես հարաբերություններ կարգավորել։ Շնորհակալ եմ հետաքրքիր ամփոփման համար, նույն սպասելիքներով դիմում ենք ձեզ, պարոն Բաբայան։ Կարծում ամեն ինչ ասվեց, եւ չեմ հավատում միասնականությանը, ինչպես չեմ հավատում։ Իսկ համերաշխությանը հավատում։ Համերաշխությանը հավատում եմ եւ ավելի շատ հավատում եմ, որտեղ միասնականությունը սուտ բան է։ Միասնականությունը հիմնականում քարոզում են տոտալիտար համակարգերը, որտեղ էլի չկա միասնականություն, դա պարզապես այդպես է ներկայացվում։ Եվ ուզում եմ մեջ բերել, երկու մեջ բերում կանեմ, որտեղ բոլոր դեպքերում առաջի կրթությամբ գրականագետ եմ, մեկը Չարենցից։ Դες բոլորին շատ հայտնի տողեր է, օ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է, որը շատ հաճախակի սխալ են արտաբերում, ասում են միասնական։ Չարենցը հոյակապ ձևով էր տիրապետում հայոց լեզվին։ Եվ գիտեր, որ հավաքականը դա ուժ է, որտեղ հավաքականը նշանակում է շատ տարբեր, հա, ինչպես ասենք, թե ձերքի 5 տարբեր դաշնակցական, ԿՊԱ-կան, չգիտեմ ինչական, ձերքի 5 տարբեր մատերը, որ հավաքվում են, դառնում են բռունցք։ Եթե ես ունենայի միայն բութ 5 հատ,
նա երբեք բռունցք չէր դառնա։ Սա մեկ։ Եվ երկրորդ, մեր թեմայի վերաբերյալ ցեղասպանություն վերադառնանք, հա, արմատներին։ Բոլոր դեպքերում հասարակության ժողովրդի մեջ ցեղասպանության ճանաչումը կամ ցեղասպանության զգացումը առաջացնում է վրեժ լուծելու հարց։ Ինչպես ենք մենք վրեժ լուծելու։ Սա բնական է։ Եվ Պերժետունցյանը, որի ծնողները ենթարկվել են ուրեմն գաղթի, որի ինքը Արևմտյան Հայաստանից էր, որը իր դրամատուրգիայի 90%-ը նվիրված էր ցեղասպանության թեմային, ունի հրաշալի տողեր։ Ուզում ես վրեժ լուծել, թուրքերի քթի տակ կառուցիր ամուր, առաջադեմ, օրինապահ երկիր, որից ոչ ոք չուզենա հեռանալ։ Ես կարծում եմ, սա հիմնական թեզն է, որտեղ ես ասի ցեղասպանությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի մենք այս երկրից հեռանալու ենք։ Ուրեմն մենք պետք է մտածենք ինչպես անենք, այստեղ բոլորը կարող են քննարկել ճանապարհներ, որտեղ ամենահեշտ ճանապարհն է։ Ասել դու դավաճան ես, կգամ ես հայրենասերը, կգան ազգային ուժերը եւ ամեն ինչ կլինի լավ։ Գալիս են ազգային ուժերը, ավելի վատ է լինում, հետո գալիս են ռուսները, ավելի վատ է լինում։ Պրոբլեմը ինչ որ ուրիշ տեղ է, չէ՞։ Շրջանի մեջ ենք էլի, ազգայինների եւ ապազգայինների։ Պարոն Արտունին խոսեց պրոֆեսիոնալիզմի մասին։ Ամենակարևոր բանն է։ Հայրենասիրությունը առանց պրոֆեսիոնալիզմի աղետ է։ Իսկ մենք նայեք էլի ժողովրդական մակարդակով ինչպես ենք դատում մարդկանց։ Սա հայրենասեր է, սա հայրենասիր։ Կլինի վերջ-վերջո գամի ղեկավար, որը սիրի այդ ժողովրդին։ Այնտեղ ինչ ինտիմ հարցեր են։ Ով որ կկառավարի, ով որ գիտի ինչպես է պետք կառավարել, կամ գոնե սխալների վրա կուղի, կհասկանա, բայց մենք այսպես ենք ընկալում նաև ամբողջ աշխարհը։ Սա սիրում է հայերին, սա հայերին չի սիրում։ Հեսա Տրամպը ոչ մի բան չի ասի ցեղասպանության մասին ու կպարզվի, որ Տրամպը հայերին չի սիրում։ Իսկ բավական էր նույն ձևով շարունակել, բայց մի հատ քաղցր խոսք ասել Բայդենի պես, Բայդենը սիրում է հայերին։ Եվ կարևորը դա է։ Եվ կարևորը դա է։ Շնորհակալ եմ, խնդրեմ Տիկին Մինասյան, վերջին խոսքը ձերն է մեր քննարկման։ Ես այսօր մի քիչ դրական տոնով փորձեմ ամփոփել, միշտ ավելի ռեալ բաներ եմ ասում։ Ուրեմն մեր ժողովուրդը իսկապես շատ հետաքրքիր ճանապարհ է անցել։ Առնվազն 2000-ամյակը քիչ չի ու այս ընթացքում կարողացել է ստեղծել ահագին մեծ բաներ։ Պետություններ ա ունեցել, բավականին խոշոր մշակույթ ա ստեղծել, դիմացել է քոչվորական քաղաքակրթությունների, այսպես հարձակումներին դարեր շարունակ ու եկել հասել է 21-րդ դարում ու ստեղծել է էլի պետություն։ Եվ այսօր ճգնաժամային այս իրավիճակում, որ իմ կարծիքով նորմալ պատմական գործընթաց է ուղղակի, քանի որ առանց ճգնաժամի ուղղակի հնարավոր չի կայանալ, առաջ գնալ, ուղղակի մեր ժողովուրդը ոնց որ մի անգամ է պետք է հաստատի, որ ինքը առաջ գնալու այդ շանսը ունի, ինքը ուզում է այդ առաջը գնա։ Այդ կապված է մեր ժողովրդից։ Տեսեք, մենք մեզ համարում ենք խելացի ժողովուրդ։ Մենք խելացի ժողովուրդ ենք։ Տեսնես, կա ժողովուրդ, որ իրեն խելացի չի համարում։ Չէ, մենք մեզ համարում ենք շինարար ժողովուրդ, կառուցող ժողովուրդ եւ այլն։ Ես կուզեի, որ գոնե մենք մեր ընկալումների մեջ մենք ինչ որ մեզ վերագրում ենք, այտենց հենց ներկայանանք։ Փորձենք համապատասխանել։ Հա, մեր ընկալումներին փորձենք համապատասխանել, ոչ թե անդադ որ դասեր տանք, բայց մենք անհատական մակարդակով այդ դասերին բան չանենք, չհետևենք։ Այդ դեպքում կգա այդ համախմբումը։ Այդ դեպքում մենք ուրիշ ձև կնայենք մեր պետությանը։ Այդ դեպքում մենք օրինակ պետության ղեկավարներին չենք պիտակավորի թշնամի բառով։
այլ կհասկանանք, որ պետության ղեկավարը հաստատ այս պետության ղեկավար չկա, որ իր պետության մասին չմտածի։ Ուղղակի կա հնարավորությունների սահման։ Ու մենք այդ հարցում պետք է օգնենք ըստ էության ղեկավարությանը։ Շնորհակալ եմ այս ամփոփման համար, հարգելի հեռուստադիտողներ, այսօր լրացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը եւ Factor TV-ի տաղավարում քննարկում ենք տարելիցին առնչվող հարցեր, նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման process-ը, քննարկմանը մասնակցում են Հայկ Դեմոյանը, պատմաբան, Գեորգի Միրզաբեկյանը, արևելագետ եւ պատմական գիտությունների թեկնածու, Նելլի Մինասյանը, թուրքագետ, Սերոբ Խաչատրյանը, հասարակագետ եւ կրթության փորձագետ, Վահան Արծրունին, կոմպոզիտոր եւ երգիչ, Ռուբեն Բաբայանը, ռեժիսոր։ Շնորհակալ եմ Factor TV գալու համար, շնորհակալություն նաեւ ձեզ հետեւելու համար, հաջողություն։